Երբ հայրենական պատերազմի հերոսը, Սպարապետը, մտավ խորհրդարանի դահլիճ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, նրա անձնական պահապանը նկատեց մի բան, որը երբեք չէր տեսել նախկին տարիներին. Վազգենի աջ ձեռքի թեթև դողը։ Այդ դողը չէր նշանակում վախ։ Դա էր հոգնածության, անքնության եւ այն ծանր գիտակցության արդյունքը, որ այսօրը կարող էր դառնալ վերջինը։ Պահապանը, որը 30 տարի լռել է, այսօր առաջին անգամ պատմում է այն մասին, ինչ տեսավ այդ վերջին գիշերը բունկերում, երբ Սպարապետը երկար ժամեր նայում էր Հայաստանի քարտեզին, անցնելով մատով յուրաքանչյուր բարձունքի, յուրաքանչյուր գյուղի վրայով, որոնք նրանք ազատագրել էին 90-ականներին։ Ինչ էր նա տեսնում այդ քարտեզի վրա։ Ինչ էր նա հասկանում այն վերջին գիշերը, երբ նրա ամենամոտ մարդիկ արդեն բաժանում էին իշխային իշխանությունը նրա հետևում։ Եվ ամենակարևորը, ինչու նա չփախավ, չթաքնվեց, չբարձրացրեց բանակը, երբ գիտեր, որ օղակը սեղմվում է։ Պահապանի ձեռքերը դեռ դողում են 35 տարի անց։ Նա նստած է իմ դիմացը, փոքրիկ բնակարանում Երևանի ծայրամասում։ Նա գիտեր, սկսում է նա խոսել դանդաղ, կշռված ձայնով, որը կարծես փորձում է յուրաքանչյուր բառ պահպանել հիշողության մեջ։ Նա գիտեր ոգիտեր, որ չի վերադառնա, բայց գնաց պաշտպանելու ճշմարտությունը։ Այս խոսքերը կախվում են օդում, եւ ես հասկանում եմ, որ այսօր լսելու եմ պատմություն, որը կփոխի այն ամենը, ինչ մենք կարծում էինք, որ գիտեինք հոկտեմբերի 27-ի մասին։ Վազգեն Սարգսյանը չէր նման այն քաղաքական գործիչներին, ովքեր ապրում էին ստերիլ գրասենյակներում եւ հագնում էին անթերի կոստյումներ։ Նա հոտ էր տալիս վառվող փոշուց, ծխախոտից եւ հայրենի հողից։ Նրա ձեռքերը ծանր էին, ոչ միայն ֆիզիկապես, այլև այն բեռից, որը նա կրում էր ամբողջ երկրի համար։ Նրա դեմքի վրա խորը կնճիռները պատմում էին անքուն գիշերների, անverջ հանդիպումների եւ այն որոշումների մասին, որոնք կարող էին փրկել կամ կործանել հազարավոր կյանքեր։ Նրա ձայնը դարձել էր ավելի հանդարտ, բայց ավելի կշռված։ Յուրաքանչյուր բառ ունեցել է իր քաշը, իր իմաստը։ Սա էր մարդը, որը ծնվել էր ժողովրդի մեջ, մեծացել էր նրանց հետ եւ դարձել էր առաջնորդ ոչ թե իշխանության ցանկությունից, այլ պարտքի զգացումից։ Պահապանը հիշում է, թե ինչպես Սպարապետը վերջին շաբաթներին փոխվեց։ Նա միշտ եղել է ուժեղ, անսասան, բայց այդ օրերին ես տեսնում էի, թե ինչպես նա հոգնում է, պատմում է նա։ Ոչ թե ֆիզիկապես, այլ հոգով։ Երբ մարդ հասկանում է, որ նրանք, ում հետ նա կառուցել է պետություն, ում հետ նա կիսել է վերջին հացը ռազմաճակատում, 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 ում հետ նա կիսել է վերջին հացին հացը ռազմաճակատում, ում հետ նա կիսել է վերջին 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 հացը ռազմաճակատում։ Թե ինչպես Վազգենը խոսում էր հեռախոսով, ցածր, լարված ձայնով։ Նա ստացել էր տեղեկություն, հիշում է Պահապանը։ Չգիտեմ ով էր զանգահարել, բայց երբ նա դրեց հեռախոսը, ես տեսա նրա դեմքը։ Դա չէր վախի արտահայտություն, դա էր դառնություն, խորը, ցավոտ դառնություն։ Այդ գիշեր Վազգենը վերցրեց Հայաստանի քարտեզը եւ սկսեց անցնել մատով յուրաքանչյուր կետի վրայով։ Շուշի, Ստեփանակերտ, Մարտակերտ, Մարտունի։ Յուրաքանչյուր անուն էր արյունով գրված պատմություն, յուրաքանչյուր բարձունք էր զոհված զինվորների հիշատակ։ Նա հրաժեշտ էր տալիս, ասում է Պահապանը, եւ նրա ձայնը կոտրվում է։ Նա գիտեր, որ վաղը կարող է չվերադառնալ, եւ նա հրաժեշտ էր տալիս յուրաքանչյուր գյուղից, որովհետեւ նա Վազգեն Սարգսյանն էր։ Նա չէր կարող թաքնվել։ Նա չէր կարող օգտագործել բանակը քաղաքացիական հակամարտության մեջ։ Նա հավատում էր, որ նրա հեղինակությունը, նրա անունը, նրա ներկայությունը բավական կլինի կանգնեցնելու աղետը առանց արյան։ Նա ընտրեց ճշմարտության ճանապարհը, նույնիսկ եթե դա նշանակում էր անցնել մահվան միջով։ Սա էր Սպարի վերջին ընտրությունը։ Գնալ խորհրդարան ոչ թե որպես զինված ուժ, այլ որպես պետության առաջնորդ, որը հավատում է օրենքին եւ ճշմարտությանը։ Հոկտեմբերի 27-ի առավոտյան Վազգենը արթնացավ վաղ, ինչպես միշտ։ Նա չէր քնել ավելի քան 3 ժամ։ Պահապանը հիշում է, թե ինչպես Սպարապետը նստեց իր սեղանի մոտ եւ երկար ժամանակ նայում էր մի փոքրիկ լուսանկարին իր ընտանիքի հետ։ Նա չխոսեց ավելի քան 3 ժամ։
Պահապանը հիշում է, թե ինչպես սպարապետը նստեց իր սեղանի մոտ եւ երկար ժամանակ նայում էր մի փոքրիկ լուսանկարին իր ընտանիքի հետ։ Նա չխոսեց ավելի քան 3 ժամ։ Պահապանը հիշում է, թե ինչպես սպարապետը նստեց իր սեղանի մոտ եւ երկար ժամանակ նայում էր մի փոքրիկ լուսանկարին իր ընտանիքի հետ։ Նա չխոսեց ավելի քան 3 ժամ։ Պահապանը հիշում է, թե ինչպես սպարապետը նստեց իր սեղանի մոտ եւ երկար ժամանակ նայում էր մի փոքրիկ լուսանկարին իր ընտանիքի հետ։ Նա չխոսեց ավելի քան 3 ժամ։ Պահապանը հիշում է, թե ինչպես սպարապետը նստեց իր սեղանի մոտ եւ երկար ժամանակ նայում էր մի փոքրիկ լուսանկարին իր ընտանիքի հետ։ Նա չխոսեց ավելի քան 3 ժամ։ Պահապանը հիշում է, թե ինչպես սպարապետը նստեց իր սեղանի մոտ եւ Գնում ենք խորհրդարան։ ճանապարհին դեպի խորհրդարան Վազգենը լուր էր։ Նա նայում էր պատուհամից Երևանի փողոցներին, մարդկանց, ովքեր շտապում էին իրենց գործերով, չգիտենալով, որ այսօրը կփոխի ամեն ինչ։ Պահապանը, որը նստած էր նրա կողքին, նկատեց, որ սպարապետի աջ ձեռքը թեթևակի դողում էր։ Դա չէր վախ, կրկնում է նա։ Դա էր լարվածություն։ Նա գիտեր, որ մտնում է դավադրության կենտրոն, բայց նա չէր կարող ցույց տալ թուլություն։ Նա պետք է լիներ ուժեղ մինչև վերջ։ Երբ մեքենան կանգնեց խորհրդարանի մոտ, Վազգենը խորը շունչ քաշեց, ուղղեց իր կոստյումի օձիքը եւ ելավ։ Նրա քայլերը հստակ էին, վճռական, բայց պահապանը տեսավ, թե ինչպես նա վերջին անգամ նայեց երկնքին, կարծես աղոթելով կամ հրաժեշտ տալով։ Ինչ տեղի ունեցավ խորհրդարանի դահլիճում, մենք բոլորս գիտենք պաշտոնական տարբերակից, բայց պահապանը պատմում է մանրամասներ, որոնք երբեք չեն հրապարակվել։ Երբ սկսվեց կրակոցը, ես էի դռան մոտ, ասում է նա, եւ նրա ձայնը դողում է։ Ես լսեցի առաջին կրակոցը, հետո երկրորդը, երրորդը։ Ես փորձեցի մտնել, Բայց ինձ արգելեցին։ ես լսում էի աղաղակներ, վազքի ձայներ, եւ հետո լռություն, սարսափելի լռություն։ Երբ վերջապես թույլ տվեցին մտնել, պահապանը տեսավ այն, ինչը երբեք չի մոռանա։ Սպարապետը պառկած էր հատակին, նկին, նրա շուրջը արյուն, եւ նրա աջ ձեռքում դեռ սեղմված էր այն աղոթքաշարը, որը նա վերցրել էր այդ առավոտ։ Նա մինչև վերջ պահել էր այն, ասում է պահապանը արտասուքների միջով։ Նույնիսկ մահվան պահին նա աղոթում էր։ Դահլիճի հատակին ցրված էին Վազգենի անձնական իրերը, յուրաքանչյուրը պատմում էր պատմություն։ Այն մաշված աղոթքաշարը, որը նա միշտ թափթփում էր մտածելիս, այժմ ցրված էր գորքի վրա, ինչպես արյան կաթիլներ։ Նրա ծխախոտի տուփը, պարզ, ճմրթված, որը նա կիսում էր զինվորների հետ ռազմաճակատում, այժմ պառկած էր արյան ողողման մեջ։ Նրա գրիչը, որով նա պատրաստվում էր ստորագրել հրամաններ երկրի վերածննդի մասին, այժմ պառկած էր անօգտագործված։ Եվ նրա գրպանում գտան փոքրիկ թերթիկ, կոտրված, որի վրա գրված էին զինվորների անուններ, ում նա պետք է օգներ։ Մինչև վերջին վայրկյանը նա մտածում էր մարդկանց մասին, Ոչ թե իր մասին։ Պահապանը ավարտում է իր պատմությունը խոսքերով, որոնք կախվում են օդում։ Նա կարող էր փրկվել։ Նա կարող էր բարձրացնել բանակը, կարող էր փախչել, կարող էր թաքնվել, բայց նա ընտրեց գնալ ճշմարտության ճանապարհով։ Նա հավատաց, որ նրա ներկայությունը, նրա հեղինակությունը կարող է կանգնեցնել աղետը առանց արյան։ Նա սխալվեց, բայց նա մնաց հավատարիմ իր սկզբունքներին մինչև վերջ։ Այս խոսքերը ամփոփում են Վազգեն Սարգսյանի կյանքը, մարդ, որը ծնվեց ժողովրդի մեջ, դարձավ հերոս պատերազմում եւ զոհվեց պաշտպանելով ճշմարտությունը։ Նրա մահը չէր պարտություն, այլ վերջին զոհաբերություն երկրի համար, որին նա ծառայել էր ամբողջ կյանքը։ Բայց դա չէր վերջը։ Այն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին, միայն սկիզբն էր ավելի խորը գաղտնիքի, որը թաքնված է մնացել 35 տարի։ Ովքեր էին իրական կազմակերպիչները։ Ինչպես նրանք իմացան սպարապետի ամեն քայլը։ Եվ ամենակարևորը, ինչու այդ գործը երբեք չի բացահայտվել ամբողջությամբ։ Պահապանը, որը 35 տարի լռել է, այժմ պատրաստ է բացահայտել ավելին։ Բայց նախքան դա, մենք պետք է հասկանանք, թե ով էր իրականում Վազգեն Սարգսյանը։ Ոչ թե որպես քաղաքական գործիչ, այլ որպես մարդ, որը կրում էր ամբողջ ազգի ցավը իր ուսերին։ Վազգեն Սարգսյանը ծնվել է 1954 թվականին, պարզ ընտանիքում, որտեղ չկային արտոնություններ կամ հատուկ կապեր։ Նրա հայրը աշխատում էր գործարանում, մայրը դաստիարակում էր երեխաներին եւ պահպանում էր տունը։ Վազգենը մեծացավ այն սերնդի մեջ, որը հիշում էր Խորհրդային Միության ուժը, բայց նաեւ զգում էր դրա թուլությունները։ Նա սովորեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, որտեղ ցույց տվեց ոչ միայն ակադեմիական կարողություններ, այլև առաջնորդի հատկություններ։ Նրա ընկերները հիշում են, թե ինչպես Վազգենը միշտ կանգնում էր թույլերի կողքին, ինչպես նա երբեք չէր թույլ տալիս անարդարություն, եւ ինչպես նրա խոսքը միշտ ունեցել է քաշ։ Երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը 1988 թվականին, Վազգենը եղավ առաջին շարքերում։ Նա չէր խոսում բարձրաձայն հրապարակներում,
Բայց նա էր այն մարդը, ով կազմակերպում էր, պլանավորում էր, Համախմբում էր մարդկանց։ Երբ իրավիճակը վերածվեց պատերազմի, Վազգենը չմնաց Երևանում։ Նա գնաց Արցախ, առաջնագիծ, որտեղ զինվորները կռվում էին անհավասար ուժերի դեմ։ Այնտեղ նա դարձավ սպարապետ, ոչ թե պաշտոնական նշանակմամբ, այլ զինվորների սիրով եւ հարգանքով։ Նրանք տեսան, որ նա չի թաքնվում բունկերներում, այլ կանգնած է նրանց կողքին, կիսելով նույն վտանգները, նույն սովը, նույն ցուրտը։ Պահապանը, որը ծառայել է Վազգենի կողքին պատերազմի տարիներին, հիշում է մի դրվագ, որը բնութագրում է սպարապետին։ Մենք պաշարված էինք մի բարձունքի վրա, զինամթերքը սպառվում էր, եւ մենք չգիտեինք արդյոք կարողանանք դիմանալ մինչև առավոտ, պետառավոտ, պատմում է նա։ Վազգենը կանգնեց մեր մոտ ամբողջ գիշեր։ Նա չնստեց, չքնեց։ Նա շրջում էր դիրքերում, խոսում էր յուրաքանչյուր զինվորի հետ, տալիս էր իր վերջին ծխախոտը, իր վերջին ջուրը։ Եվ երբ սկսվեց հարձակումը, նա էր առաջինը, ով բարձրացավ եւ ասաց. «Հետևեք ինձ»։ Այդ գիշեր նրանք պահպանեցին դիրքերը, եւ զինվորները հասկացան, որ Վազգենը ոչ թե հրամանատար է, որը տալիս է հրամաններ հեռվից, այլ առաջնորդ, որը գնում է առաջ եւ ցույց տալիս ճանապարհը։ Պատերազմի տարիներին Վազգենը կորցրեց բազմաթիվ ընկերների, տեսավ անթիվ զոհեր եւ հասկացավ, թե ինչ է նշանակում պատասխանատվություն։ Յուրաքանչյուր զոհված զինվոր էր անձնական ցավ նրա համար։ Պահապանները հիշում են, թե ինչպես Վազգենը գիշերները նստում էր մենակ եւ գրում էր նամակներ զոհվածների ընտանիքներին։ Նա չէր պատվիրակում այդ գործը ուրիշներին, նա ինքը գրում էր յուրաքանչյուր նամակ, հիշելով զինվորի անունը, նրա գործերը, նրա երազանքները։ Նա կրում էր յուրաքանչյուր զոհի հիշատակը իր սրտում, ասում է պահապանը, եւ դա էր այն բեռը, որը դարձավ ավելի ու ավելի ծանր տարիների ընթացքում։ Երբ պատերազմը ավարտվեց 1994 թվականին, Վազգենը կարող էր հանգստանալ, վայելել հաղթանակը, ապրել հանգիստ կյանք։ Բայց նա ընտրեց այլ ճանապարհ։ Նա տեսավ, որ երկիրը քայքայված է, տնտեսությունը փլուզված է, մարդիկ սովում են եւ ցուրտում են։ Նա հասկացավ, որ պատերազմը շարունակվում է, այլ ճակատում, այլ թշնամու դեմ։ Եվ նա մտավ քաղաքականություն, ոչ թե իշխանության համար, այլ որովհետև զգում էր պարտք այն զինվորների առջև, ովքեր զոհվել էին հայրենիքի համար։ Նա դարձավ պաշտպանության նախարար, հետո վարչապետ, եւ յուրաքանչյուր պաշտոնում նա փորձեց անել այն, ինչ կարող էր՝ վերականգնել երկիրը, օգնել մարդկանց, պահպանել հաղթանակի արդյունքները։ Բայց իշխանությունը փոխեց նրա շուրջը եղածներին։ Մարդիկ, ովքեր պատերազմում կանգնած էին նրա կողքին, այժմ սկսեցին մտածել իրենց շահերի մասին։ Իշխանությունը, փողը, ազդեցությունը դարձան ավելի կարևոր, քան հայրենիքի ծառայությունը։ Վազգենը տեսավ այդ փոփոխությունները, բայց նա չէր կարող դադարեցնել դրանք։ Նա փորձեց պահպանել միասնությունը, փորձեց համոզել իր ընկերներին, որ նրանք պետք է մնան հավատարիմ իրենց սկզբունքներին, բայց ամեն օր դառնում էր ավելի ու ավելի դժվար։ Պահապանը հիշում է, թե ինչպես Վազգենը վերջին ամիսներին դարձավ ավելի լուռ, ավելի մտածված։ Նա տեսնում էր, թե ինչպես ամեն ինչ փլուզվում է, ասում է նա։ Նա տեսնում էր, թե ինչպես նրա ընկերները դառնում են թշնամիներ, թե ինչպես երկիրը, որի համար նրանք կռվել էին, այժմ բաժանվում է իշխանության համար։ Հոկտեմբերի 26-ի գիշերը, երբ Վազգենը նստած էր բունկերում եւ նայում էր Հայաստանի քարտեզին, նա ստացավ հեռախոս զանգ։ Պահապանը չգիտի ով էր զանգահարել, բայց նա տեսավ սպարապետի դեմքի արտահայտությունը։ Դա էր այն պահը, երբ նա հասկացավ ամեն ինչ, ասում է պահապանը։ Նա հասկացավ, որ դավադրությունը ավելի խորն է, քան նա կարծում էր։ Նա հասկացավ, որ նրանք, ում նա վստահում էր, արդեն որոշել էին նրա ճակատագիրը։ Բայց Վազգենը չվախեցավ, նա չփախավ։ Նա նստեց այնտեղ բունկերում եւ երկար ժամեր մտածեց։ Ինչ նա կարող էր անել։ Բարձրացնել բանակը եւ սկսել քաղաքացիական պատերազմ, ձերբակալել դավադիրներին եւ դառնալ դիկտատոր, փոխչել եւ թողնել երկիրը քաոսի մեջ։ Նա մերժեց այս բոլոր տարբերակները։ Նա ընտրեց գնալ խորհրդարան եւ փորձել լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով, հավատալով, որ նրա հերինակությունը, նրա անունը կարող է կանգնեցնել աղետը։ Բայց ինչու նա այդքան վստահ էր իր հեղինակությանը։ Ինչու նա կարծում էր, որ կարող է փոխել իրավիճակը միայն իր ներկայությամբ։ Պահապանը բացատրում է. Վազգենը ապրել էր պատերազմում, որտեղ նրա խոսքը կարող էր փրկել կամ կործանել։ Նա տեսել էր, թե ինչպես զինվորները հետևում են նրան անվերապահ, թե ինչպես նրանք պատրաստ են զոհվել նրա հրամանով։ Նա հավատում էր, որ եթե նա կանգնի խորհրդարանում եւ ասի ճշմարտությունը, մարդիկ կլսեն։ Նա չէր հասկանում, որ քաղաքականությունը այլ ռազմաճակատ է, որտեղ հեղինակությունը չի պաշտպանում գնդակներից։ Այս էր Վազգենի վերջին սխալը։
Նա չհավատաց, որ մարդիկ կարող են այդքան անկում ապրել, որ կրակեն այն մարդու վրա, ով փրկել էր երկիրը։ Հոկտեմբերի 27-ի առավոտյան, երբ Վազգենը պատրաստում էր գնալ խորհրդարան, նա վերցրեց իր աղոթքաշարը եւ դրեց գրպան։ Պահապանը հարցրեց. «Սպարապետ, գուցե վերցնենք ավելի շատ պահապաններ»։ Վազգենը ժպտաց եւ ասաց. «Ես գնում եմ խորհրդարան, ոչ թե պատերազմ։ Եթե ես չեմ կարող անվտանգ զգալ իմ երկրի խորհրդարանում, ապա ինչի համար ենք մենք կռվել»։ Այս խոսքերը ցույց են տալիս Վազգենի հավատը դեպի օրենքը, դեպի ժողովրդավարությունը, դեպի այն արժեքները, որոնց համար նրանք կռվել էին։ Բայց այդ հավատը դարձավ նրա վերջին թուլությունը։ Նա չէր կարող պատկերացնել, որ մարդիկ կարող են այդքան անկում ապրել, որ կոտորեն այն մարդուն, ով տվել էր նրանց ամեն ինչ։ Ճանապարհին դեպի խորհրդարան Վազգենը նայում էր Երևանի փողոցներին, այն քաղաքին, որը նա սիրում էր, այն մարդկանց, որոնց համար նա ապրել էր։ Պահապանը նկատեց, որ Սպարապետի աչքերում կար տխրություն։ Նա գիտեր, ասում է պահապանը, նա գիտեր, որ սա կարող է լինել վերջին անգամը, երբ նա տեսնում է այս փողոցները, բայց նա չէր կարող ցույց տալ վախ։ Նա պետք է լիներ ուժեղ մինչև վերջ, որպես օրինակ իր մարդկանց համար։ Երբ մեքենան կանգնեց խորհրդարանի մոտ, Վազգենը խորը շունչ քաշեց, ուղղեց իր կոստյումի օձիքը եւ ելավ։ Նրա վերջին խոսքերը պահապաններին էին. «Սպասեք այստեղ, ես շուտով կվերադառնամ»։ Բայց նա երբեք չվերադարձավ։ Այն, ինչ տեղի ունեցավ խորհրդարանի դահլիճում, մենք գիտենք պաշտոնական տարբերակից։ Զինված խումբ մտավ, սկսեց կրակել, զոհվեցին 8 մարդ, այդ թվում Վազգեն Սարգսյանը եւ խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը։ Բայց պահապանը պատմում է մանրամասներ, որոնք երբեք չեն հրապարակվել։ Նա ասում է, որ երբ սկսվեց կրակոցը, Վազգենը չփախավ, չթաքնվեց։ Նա կանգնեց եւ փորձեց խոսել հալցակվողների հետ։ Ես լսեցի նրա ձայնը, ասում է պահապանը։ Նա ասում էր. «Կանգնեցրեք, խոսենք, լուծենք խաղաղ ճանապարհով»։ Նա հավատում էր մինչև վերջին վայրկյանը, որ կարող է կանգնեցնել արյունահեղությունը։ Բայց հարձակվողները չլսեցին։ Նրանք եկել էին սպանելու, ոչ թե խոսելու։ Եվ երբ Վազգենը հասկացավ, որ ամեն ինչ ավարտված է, նա վերցրեց իր աղոթքաշարը եւ սկսեց աղոթել։ Երբ պահապանները վերջապես մտան դահլիճ, նրանք տեսան սարսափելի տեսարան։ Հատակը ծածկված էր արյունով, մարմինները պառկած էին անկարգ, եւ օդում կար վառվող փոշու եւ մահվան հոտը։ Վազգենը պառկած էր կենտրոնում, նրա աջ ձեռքում դեռ սեղմված էր աղոթքաշարը։ Պահապանը վազեց նրա մոտ, բայց արդեն ուշ էր։ Ես վերցրեցի նրա ձեռքը, հիշում է նա արտասուքների միջով։ Այն դեռ տաք էր, եւ ես զգացի, թե ինչպես աղոթքաշարը դողում է ինձ ձեռքում։ Կարծես Վազգենի հոգին դեռ այնտեղ էր, աղոթում էր մեզ բոլորի համար։ Այդ աղոթքաշարը այժմ պահվում է որպես սրբություն, որպես վերջին կապ այն մարդու հետ, ով տվեց ամեն ինչ իր երկրի համար։ Դահլիճի հատակին ցրված էին Վազգենի այլ իրերը։ Նրա ծխախոտի տուփը, պարզ, ճմրթված, որը նա միշտ կիսում էր զինվորների հետ։ Նրա գրիչը, որով նա ստորագրել էր անթիվ հրամաններ եւ որով նա պատրաստվում էր ստորագրել նորերը, եւ նրա գրպանում գտան փոքրիկ թերթիկ, որի վրա գրված էին զինվորների անուններ, նրանք, ում նա պետք է օգներ, ում ընտանիքներին նա պետք է աջակցեր։ Մինչև վերջին վայրկյանը Վազգենը մտածում էր ուրիշների մասին, ոչ թե իր մասին։ Այս էր նրա բնույթը՝ ծառայել, օգնել, պաշտպանել։ Եվ այս էր նրա վերջին ընծան իր ժողովրդին, ցույց տալ, թե ինչպես պետք է ապրել եւ մեռնել պատվով։ Պահապանը ավարտում է իր պատմությունը խոսքերով, որոնք կախվում են օդում ինչպես աղոթք։ Վազգեն Սարգսյանը չմեռավ որպես քաղաքական գործիչ։ Նա զոհվեց որպես հերոս, որպես առաջնորդ, որպես հայր, որը փորձեց պաշտպանել իր երեխաներին մինչև վերջ։ Նրա մահը չէր պարտություն, այլ վերջին զոհաբերություն, երկրի համար, որին նա սիրել էր ավելի, քան իր կյանքը։ Եվ այժմ, 35 տարի անց, մենք պետք է հարցնենք ինքներս մեզ. արդյոք մենք արժանի ենք այդ զոհաբերությանը։ Արդյոք մենք պահպանել ենք այն արժեքները, որոնց համար Վազգենը եւ նրա ընկերները կռվել են։ Արդյոք մենք շարունակում ենք նրա գործը, թե մոռացել ենք նրա ուսուցումները։ 35 տարի անց, երբ արխիվները սկսեցին բացվել, հայտնաբերվեց մի փաստաթուղթ, որը երբեք չպետք է գոյություն էր։ Սեկյուրիտատի գաղտնի ֆայլերում, թաքնված խորը պետական անվտանգության արխիվներում գտնվեց բժշկական հաշվետվություն, թղթի դեղնած էջերով եւ կարմիր կտնիկներով, որոնք վկայում էին բարձրագույն գաղտնիության մասին։ Այդ փաստաթղթում նկարագրված էր Վազգեն Սարգսյանի իրական առողջական վիճակը վերջին 2 տարիների ընթացքում։ Ինչու այդ հաշվետվությունը թաքցվեց։ Ով էր պատվիրել այդ բժշկական զննումները գաղտնի պահել նույնիսկ Սպարապետի ամենամոտ մարդկանցից։ Եվ ամենակարևորը,
Ինչպես այդ բժշկական գաղտնիքը կապված էր հոկտեմբերի 27-ի դեպքերի հետ։ Այն բժիշկը, որը վերջին անգամ զննել էր Վազգենին, այժմ 35 տարի անց համաձայնվեց խոսել առաջին անգամ։ Նրա ձեռքերը դողում են, երբ նա բացում է հին նոթատետրը, լի բժշկական գրառումներով, որոնք երբեք չհասան պաշտոնական արխիվներ։ Այն, ինչ նա պատմելու է, կփոխի ամեն ինչ, ինչ մենք կարծում էինք, որ գիտենք Սպարապետի վերջին օրերի մասին։ Բժիշկը, որը պայմանավորվել է մնալ անանուն իր անվտանգության համար, հիշում է առաջին անգամ, երբ նրան կանչեցին զննել Վազգենին։ Դա եղավ 1998 թվականի գարնանը, երբ Սպարապետը սկսեց բողոքել սրտի ցավերից։ Նա չուզում էր խոսել այդ մասին, պատմում է բժիշկը։ Նա ասում էր, որ դա պարզապես հոգնածություն է, անքնություն, սթրես։ Բայց երբ ես զննեցի նրան, ես տեսա ավելին։ Նրա սիրտը աշխատում էր սահմանային ռեժիմում։ Նրա արյան ճնշումը էր վտանգավոր բարձր, եւ նրա ներքին օրգանները ցույց էին տալիս այն ծանրաբեռնվածության հետքերը, որը տասնամյակներ շարունակ կուտակվել էր։ Բժիշկը խորհուրդ տվեց անմիջական հանգիստ, հիվանդանոցային բուժում, լիակատար զննում, բայց Վազգենը մերժեց։ Նա ասաց. «Երկիրը ճգնաժամի մեջ է։ Ես չեմ կարող թույլ տալ ինձ թուլություն»։ Բժիշկը շարունակում էր գաղտնի զննել Սպարապետին յուրաքանչյուր 2 շաբաթը մեկ։ Յուրաքանչյուր անգամ վիճակը վատանում էր։ Սրտի ռիթմը դառնում էր անկանոն, արյան ճնշումը թրջկոտում էր վտանգավոր մակարդակներում, եւ Վազգենի դեմքը ձեռք էր բերում մոխրագույն երանգ։ Ես նրան ասացի, որ եթե նա չդադարեցնի այդ տեմպերը, նրա սիրտը կարող է դադարել ցանկացած պահի, հիշում է բժիշկը։ Բայց նա միայն ժպտաց եւ ասաց. «Մենք բոլորս մի օր կմեռնենք, բայց կարևորը այն է, թե ինչի համար ենք ապրում»։ Բժիշկը սկսեց գաղտնի նշել դեղամիջոցներ՝ սրտի համար, ճնշման համար, քնի համար։ Բայց Վազգենը հազվադեպ էր ընդունում դրանք։ Նա վախենում էր, որ դեղերը կթուլացնեն նրա մտածողությունը, կդանդաղեցնեն նրա արձագանքները։ Եվ քաղաքականության աշխարհում, որտեղ յուրաքանչյուր վայրկյանը կարող էր լինել վճռորոշ, նա չէր կարող թույլ տալ ինքն իրեն լինել ոչ լրիվ զգոն։ 1999 թվականի ամռանը բժիշկը նկատեց նոր ախտանիշ։ Վազգենը սկսեց ունենալ գլխացավեր, որոնք տևում էին ժամերով։ Երբ բժիշկը առաջարկեց ուղեղի զննում, Սպարապետը կտրականապես մերժեց։ Նա ասաց, որ չի կարող թույլ տալ, որ որևէ մեկը իմանա նրա առողջական խնդիրների մասին, պատմում է բժիշկը։ Նա բացատրեց, որ եթե նրա թշնամիները իմանան, որ նա հիվանդ է, նրանք կօգտագործեն դա նրա դեմ։ Նրանք կասեն, որ նա թույլ է, անընդունակ է ղեկավարել եւ կփորձեն նրան հեռացնել իշխանությունից։ Այսպիսով, բժիշկը ստիպված էր բուժել Սպարապետին գաղտնի, առանց լաբորատոր զննումների, առանց հիվանդանոցային պայմանների, միայն հիմնվելով իր փորձի եւ ինտուիցիայի վրա։ Դա էր անհնար խնդիր, բայց բժիշկը չէր կարող մերժել։ Նա հասկանում էր, որ Վազգենը ոչ թե սովորական հիվանդ է, այլ մարդ, որի վրա կախված է ամբողջ երկրի ճակատագիրը։ Հոկտեմբերի սկզբին, ընդամենը 3 շաբաթ առաջ այն ողբերգական օրվանից, բժիշկը վերջին անգամ զննեց Վազգենին։ Այնինչ նա տեսավ, նրան սարսափեցրեց։ Նրա սիրտը այս տատազնիոթը աշխատում էր այնպես, կարծես նա վազում էր մարաթոն, հիշում է բժիշկը։ Նրա ճնշումը էր 210-120-ի վրա։ Դա էր ինսուլտի կամ սրտի կաթվածի վտանգավոր մակարդակ։ Ես նրան ասացի. «Սպարապետ, եթե դուք չդադարեցնեք հիմա, դուք չեք ապրի մինչև տարեվերջ»։ Վազգենը նայեց բժշկին երկար, լուռ, հետո ասաց. «Գուցե դա լավագույնն է։ Գուցե ավելի լավ է մեռնել արագ, քան տեսնել, թե ինչպես քո երկիրը քայքայվում է քո աչքի առաջ»։ Այդ խոսքերը բժիշկը երբեք չի մոռացել։ Դրանք ոչ թե հուսահատության խոսքեր էին, այլ մարդու խոսքերը, որ արգելը, որը արդեն հասկացել էր, որ նրա ժամանակը սպառվում է։ Բժիշկը փորձեց վերջին անգամ համոզել Վազգենին հանգստանալ, գնալ արտասահման բուժման, վերցնել արձակուրդ։ Բայց Սպարապետը միայն ժպտաց եւ ասաց. «Բժիշկ, դուք չեք հասկանում։ Ես չեմ կարող հեռանալ հիմա։ Երկիրը վտանգի մեջ է։ Կան մարդիկ, ովքեր ուզում են քայքայել այն ամենը, ինչ մենք կառուցել ենք։ Եթե ես հեռանամ նույնիսկ 1 շաբաթով, նրանք կօգտագործեն այդ ժամանակը իրենց նպատակների համար»։ Բժիշկը հասկացավ, որ Վազգենը ընտրել է իր ճանապարհը։ Նա ընտրել էր մնալ իր պաշտոնում, շարունակել պայքարել, նույնիսկ եթե դա նշանակում էր զոհել իր կյանքը։ Դա էր նրա վերջին զոհաբերությունը, ասում է բժիշկը։ Նա գիտեր, որ նրա մարմինը փլուզվում է, բայց նա ընտրեց մնալ մինչև վերջ։ Հոկտեմբերի 26-ի երեկոյան բժիշկը ստացավ անսպասելի հեռախոսազանգ Վազգենի անձնական օգնականից։ Նրան ասացին, որ Սպարապետը վատ է զգում եւ խնդրում է բժշկին գալ բունկեր։ Երբ բժիշկը հասավ, նա տեսավ Վազգենին նստած իր սեղանի մոտ, գունատ, քրտնած, ձեռքը սեղմած կրծքավանդակի վրա։
Ես անմիջապես հասկացա, որ դա սրտի նոպա է, պատմում է բժիշկը։ Ես տվեցի նրան արագ օգնություն, դեղեր, որոնք կարող էին կանգնեցնել նոպան, բայց ես նաև ասացի նրան. «Դուք պետք է գնաք հիվանդանոց հիմա»։ Այս րոպե։ Հաջորդ նոպան կարող է լինել մահացու։ Վազգենը մերժեց։ Նա ասաց. «Վաղը ես պետք է լինեմ խորհրդարանում։ Կա կարևոր քվեարկություն։ Ես չեմ կարող բացակայել»։ Բժիշկը փորձեց համոզել, աղաչեց, նույնիսկ սպառնաց հրաժարվել բուժումից, եթե Վազգենը չլսի, բայց սպարապետը մնաց անսասան։ Այդ գիշեր բժիշկը մնաց բունկերում, հսկելով Վազգենի վիճակը։ Նա տեսավ, թե ինչպես սպարապետը նստում է իր սեղանի մոտ եւ նայում է Հայաստանի քարտեզին, այն նույն քարտեզին, որի մասին պահապանը պատմել էր։ Նա խոսում էր ինքն իր հետ, հիշում է բժիշկը։ Նա ասում էր անունները՝ Շուշի, Ստեփանակերտ, Մարտակերտ։ Նա հիշում էր յուրաքանչյուր ճակատամարտը, յուրաքանչյուր զոհված զինվորին։ Եվ ես տեսա, թե ինչպես արտասուքներ էին հոսում նրա դեմքով։ Դա էր առաջին եւ վերջին անգամը, երբ ես տեսա Վազգեն Սարգսյանին լացող։ Բժիշկը հասկացավ, որ սպարապետը հրաժեշտ էր տալիս։ Նա գիտեր, որ վաղվա օրը կարող է լինել նրա վերջինը, եւ նա ուզում էր հիշել այն ամենը, ինչի համար նա կռվել էր։ Առավոտյան, երբ Վազգենը պատրաստվում էր գնալ խորհրդարան, Բժիշկը վերջին անգամ փորձեց նրան կանգնեցնել։ Ես ասացի նրան. «Սպարապետ, ձեր սիրտը չի դիմանա այսօր։ Եթե դուք գնաք, դուք կարող եք մեռնել ճանապարհին, կարող եք մեռնել խորհրդարանում։ Խնդրում եմ, մի գնացեք»։ Վազգենը դարձավ դեպի բժիշկը, դրեց ձեռքը նրա ուսին եւ ասաց. «Բժիշկ, դուք փրկել եք իմ կյանքը բազմիցս, բայց այսօր ես պետք է գնամ։ Ոչ թե որովհետեւ ես ուզում եմ, այլ որովհետեւ ես պարտավոր եմ։ Եթե ես մեռնեմ, թող լինի պաշտպանելով այն, ինչի համար ես ապրել եմ»։ Հետո նա վերցրեց իր աղոթքաշարը, դրեց գրպան եւ ելավ։ Դա էր վերջին անգամը, երբ բժիշկը տեսավ նրան կենթանի։ Երբ բժիշկը լսեց հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին, նա անմիջապես վազեց դեպի խորհրդարան, բայց նրան չթույլ տվեցին մտնել։ Նա սպասեց դրսում ժամերով, մինչև վերջապես նրան թույլ տվեցին տեսնել Վազգենի մարմինը։ Երբ ես տեսա նրան, ես անմիջապես ստուգեցի նրա սիրտը, պատմում է բժիշկը, եւ ես հայտնաբերեցի մի բան, որը ինձ ցնցեց։ Նրա սիրտը ցույց էր տալիս հետքեր ոչ միայն գնդակային վնասվածքներից, այլև սրտի կաթվածից։ Դա նշանակում էր, որ նույնիսկ եթե չլիներ կրակոցը, Վազգենի սիրտը կարող էր դադարել այդ օրը։ Նրա մարմինը արդեն էր սահմանին։ Այս բացահայտումը փոխում է ամբողջ պատմությունը։ Վազգենը գնաց խորհրդարան գիտենալով, որ նրա սիրտը կարող է դադարել ցանկացած պահի։ Նա ընտրեց մեռնել պաշտպանելով իր սկզբունքները, քան ապրել որպես հիվանդ անզոր մարդ։ Բժիշկը պահպանեց Վազգենի բժշկական գրառումները 35 տարի, թաքցնելով դրանք իր տան գաղտնի վայրում։ Նա վախենում էր, որ եթե այդ փաստաթղթերը հրապարակվեն, դրանք կարող են օգտագործվել սպարապետի հիշատակը արատավորելու համար։ Մարդիկ կարող էին ասել, որ նա հիվանդ էր, թույլ էր, անընդունակ էր ղեկավարել։ Բայց այժմ, 35 տարի անց, բժիշկը որոշեց խոսել, որովհետև նա ուզում է, որ մարդիկ իմանան ճշմարտությունը։ Վազգեն Սարգսյանը չէր թույլ մարդ, ասում է նա վճռականությամբ։ Նա էր ամենաուժեղ մարդը, որին ես երբևէ ճանաչել եմ։ Նա կրում էր այնպիսի ցավ, որը կարող էր կոտրել ցանկացած ուրիշ մարդու, բայց նա երբեք չցույց տվեց թուլություն։ Նա ընտրեց մեռնել կանգնած, քան ապրել ծնգի վրա։ Բայց ինչու այս բժշկական գաղտնիքը կարևոր է հոկտեմբերի 27-ի պատմության համար։ Որովհետև դա բացատրում է Վազգենի վերջին որոշումները։ Նա գիտեր, որ նրա ժամանակը սպառվում է։ Նա գիտեր, որ նրա սիրտը կարող է դադարել ցանկացած օր։ Եվ նա ուզում էր օգտագործել իր վերջին օրերը անելու այն, ինչ նա կարծում էր ճիշտ։ Նա չէր ուզում մեռնել հիվանդանոցային մահճակալում, շրջապատված դեղերով եւ սարքերով։ Նա ուզում էր ով։ Նա ուզում էր մեռնել պայքարելով, պաշտպանելով իր երկիրը, իր ժողովուրդը։ Եվ դա է այն, ինչ նա արեց։ Նա գնաց խորհրդարան գիտենալով, որ դա կարող է լինել նրա վերջին ճանապարհը, բայց նա գնաց, որովհետև նա հավատում էր, որ նրա ներկայությունը, նրա ձայնը կարող են փրկել երկիրը վերջին անգամ։ Արդյոք մենք կարող ենք դատել նրան այդ ընտրության համար, թե պետք է հարգենք նրա քաջությունը եւ նվիրվածությունը։ Բայց բժշկական գաղտնիքը միակը չէր, որը թաքնված էր Վազգենի վերջին օրերի շուրջ։ Կար եւս մեկ մարդ, որը գիտեր ավելին, քան ցանկացած ուրիշը՝ սպարապետի անձնական քարտուղարը, կինը, որը 10 տարի աշխատել էր նրա կողքին եւ տեսել էր ամեն ինչ։ Նա էր այն մարդը, ով կարդում էր Վազգենի բոլոր նամակները, ով կազմակերպում էր նրա բոլոր հանդիպումները, ով գիտեր նրա բոլոր գաղտնիքները։ Եվ նա էր այն մարդը, ով տեսավ մի բան, որը երբեք չի հրապարակվել՝ սպարապետի անձնական օրագիրը, որտեղ նա գրում էր իր մտքերը, իր վախերը, իր երազանքները։
Այդ օրագիրը անհետացավ հոկտեմբերի 27-ից հետո, եւ բոլորը կարծում էին, որ այն կորել է կամ ոչնչացվել է։ Բայց քարտուղարը գիտեր ճշմարտությունը։ Նա էր վերջինը, ով տեսավ այդ օրագիրը, եւ նա գիտեր, թե ինչ էր գրված դրա վերջին էջերում։ Այժմ, 35 տարի անց, նա պատրաստ է պատմել այն, ինչ տեսավ։ Քարտուղարը, որը նույնպես պայմանավորվել է մնալ անանուն, հիշում է, թե ինչպես Վազգենը սկսեց վարել օրագիր 1998 թվականին։ Դա չէր սովորական օրագիր, բացատրում է նա։ Դա էր նրա միջոց խոսելու ինքն իր հետ, վերլուծելու իր որոշումները, արտահայտելու իր զգացմունքները։ Նա գրում էր այնտեղ այն բաները, որոնք երբեք չէր ասի բարձրաձայն։ Նա գրում էր իր վախերի, իր կասկածների, իր հուսահատության մասին։ Քարտուղարը երբեմն տեսնում էր Վազգենին գրելիս այդ օրագրում, ուշ գիշերները, երբ բոլորը գնացել էին տուն եւ նա մնում էր մենակ իր գրասենյակում։ Նա գրում էր ձեռքով, դանդաղ, մտածված, յուրաքանչյուր բառ ընտրելով զգուշությամբ։ Եվ երբ նա ավարտում էր, նա փակում էր օրագիրը եւ դնում այն իր սեղանի գաղտնի դարակում։ Հոկտեմբերի 26-ի երեկոյան, վերջին գիշերը նախքան ողբերգությունը, քարտուղարը մնաց ուշ գրասենյակում ավարտելու մի շտապ աշխատանք։ Նա տեսավ, թե ինչպես Վազգենը մտավ իր գրասենյակ եւ նստեց իր սեղանի մոտ։ Նա վերցրեց օրագիրը եւ սկսեց գրել։ Քարտուղարը չուզեց խանգարել, բայց նա նկատեց, որ սպարապետը գրում էր երկար ժամանակ, ավելի երկար, քան սովորաբար։ Ես տեսա նրա դեմքը, հիշում է քարտուղարը։ Նա լաց էր լինում։ Արտասուքները հոսում էին նրա դեմքով, բայց նա շարունակում էր գրել։ Դա էր այնպիսի տեսարան, որը ես երբեք չեմ մոռանա։ Երբ Վազգենը ավարտեց գրելը, նա փակեց օրագիրը, բայց այս անգամ նա չդրեց այն սեղանի դարակում։ Նա վերցրեց այն իր հետ։ Հաջորդ առավոտ, հոկտեմբերի 27-ին, քարտուղարը եկավ գրասենյակ վաղ, ինչպես միշտ։ Նա տեսավ, որ Վազգենի սեղանի վրա կար փոքրիկ ծրար, փաթաթված թղթի մեջ։ Դրա վրա գրված էր քարտուղարի անունը, Վազգենի ձեռագրով։ Նա բացեց ծրարը եւ տեսավ օրագիրը։ Դրա վրա կցված էր փոքրիկ նոթ. Եթե ինձ ինչ-որ բան պատահի, այրեք սա, մի թողեք, որ ուրիշները կարդան։ Սա միայն ինձ համար էր։ Քարտուղարը զարմացավ։ Ինչու Վազգենը տվեց նրան օրագիրը այդ առավոտ։ Ինչ նա գիտեր, որ ուրիշները չգիտեին։ Նա ուզում էր բացել օրագիրը եւ կարդալ, բայց նա վախեցավ։ Դա էր սպարապետի անձնական գաղտնիքը, եւ նա չէր ուզում խախտել այդ վստահությունը։ Այնպես որ նա դրեց օրագիրը իր պայուսակում եւ սպասեց։ Երբ քարտուղարը լսեց հոկտեմբերի 27-ի դեպքերի մերի մասին, նա անմիջապես հասկացավ, թե ինչու Վազգենը տվել էր նրան օրագիրը։ Նա գիտեր, որ չի վերադառնա։ Նա գիտեր, որ այդ օրը կարող է լինել նրա վերջինը։ Եվ նա ուզում էր, որ նրա անձնական մտքերը, նրա ամենախորը զգացմունքները չընկնեն սխալ ձեռքերում։ Քարտուղարը վերցրեց օրագիրը եւ գնաց տուն։ Նա պետք է այրեր այն, ինչպես Վազգենը խնդրել էր։ Բայց երբ նա բացեց օրագիրը եւ տեսավ վերջին էջը, նա չկարողացավ այրել։ Այնտեղ գրված էր մի բան. 35 տարի անց քարտուղարը նստած է իմ դիմացը, ձեռքին պահելով այդ հին օրագիրը։ Դրա կազմը մաշված է, էջերը դեղնած են, բայց Վազգենի ձեռագիրը դեռ հստակ է։ Նա բացում է վերջին էջը եւ սկսում է կարդալ բարձրաձայն։ Նրա ձայնը դողում է, բայց նա շարունակում է, որովհետև նա գիտի, որ դա է այն, ինչ Վազգենը կուզեր։ Օրագրի վերջին գրառումը թվագրված է հոկտեմբերի 26, ժամը 11 երեկոյան։ Այնտեղ գրված է. Այսօր ես ստացա հաստատում այն մասին, ինչ վախենում էի։ Մարդիկ, ում ես վստահում էի, ում հետ ես կիսել եմ վերջին հացը ռազմաճակատում, այժմ պլանավորում են ինձ հեռացնել։ Նրանք կարծում են, որ ես չգիտեմ, բայց ես գիտեմ ամեն ինչ։ Ես գիտեմ նրանց անունները, ես գիտեմ նրանց պլանները, ես գիտեմ նրանց մոտիվները, բայց ես չեմ կարող օգտագործել բանակը նրանց դեմ։ Դա կնշանակի քաղաքացիական պատերազմ, եւ ես չեմ կարող թույլ տալ, որ մեր երկիրը կրկին արյունով ողողվի։ Քարտուղարը շարունակում է կարդալ, եւ յուրաքանչյուր բառը ինչպես դանակի հարված սրտին։ Ես որոշել եմ գնալ խորհրդարան վաղը եւ դիմակայել նրանց բացահայտորեն, գրել է Վազգենը։ Ես հավատում եմ, որ եթե ես կանգնեմ նրանց առջև եւ ասեմ ճշմարտությունը, նրանք կամաչեն։ Նրանք կհիշեն, թե ով ենք մենք եղել, թե ինչի համար ենք մենք կռվել։ Եվ գուցե, միայն գուցե, նրանք կդադարեցնեն այս անմտությունը։ Բայց հաջորդ տողերը ցույց են տալիս, որ Վազգենը չէր այդքան վստահ։ Բայց եթե ես սխալվում եմ, եթե նրանք արդեն անցել են այն կետը, որտեղից վերադարձ չկա, ապա ես պատրաստ եմ։ Ես ապրել եմ լավ կյանք։ Ես տեսել եմ մեր երկիրը ազատ։ Ես տեսել եմ մեր զինվորներին հաղթող։ Եթե վաղ է իմ վերջին օրը, ես ընդունում եմ այն։ Միայն մի բան եմ ուզում, որ մարդիկ հիշեն, որ ես փորձեցի անել ճիշտը մինչև վերջ։ Վերջին պարբերություն օրագրում է ամենաշոշափելին։ Վազգենը գրել է. Իմ սիրելի ընտանիք,
Իմ հավատարիմ ընկերներ, իմ քաջ զինվորներ, ներեցեք ինձ, եթե ես ձեզ հիասթափեցրել եմ։ Ես փորձեցի լինել այն առաջնորդը, որին դուք արժանի էիք։ Ես փորձեցի պաշտպանել մեր երկիրը, մեր ժողովուրդը, մեր ապագան։ Եթե ես ձախողվեցի, դա ոչ թե ցանկության բացակայության պատճառով էր, այլ իմ սահմանափակությունների պատճառով։ Բայց մի բան գիտեք, ես սիրեցի ձեզ բոլորիդ ավելի, քան իմ կյանքը։ Եվ եթե ինձ ինչ-որ բան պատահի, մի լացեք ինձ համար։ Ուրախացեք, որ ես ապրեցի այնպես, ինչպես հավատացի, ազատ, պատվով, անվախ։ Եվ շարունակեք պայքարը։ Մի թողեք, որ իմ զոհաբերությունը լինի զուր։ Կառուցեք այն երկիրը, որի համար մենք կռվեցինք։ Դա է իմ վերջին ցանկությունը։ Քարտուղարը փակում է օրագիրը եւ մենք երկուսս նստում ենք լռության մեջ։ Այս խոսքերը ոչ թե պարզապես օրագրային գրառում են, այլ Վազգեն Սարգսյանի կտակը։ Նա գիտեր, որ գնում է դեպի իր մահը, բայց նա ընտրեց գնալ, որովհետև նա հավատում էր, որ դա ճիշտ բանն է։ Նա հավատում էր, որ նրա զոհաբերությունը կարող է փրկել երկիրը քաղաքացիական պատերազմից։ Նա հավատում էր, որ նրա մահը կարող է արթնացնել մարդկանց խիղճը եւ ստիպել նրանց վերադառնալ այն արժեքներին, որոնց համար նրանք կռվել էին։ Արդյոք նա ճիշտ էր։ Արդյոք նրա զոհաբերությունը փրկեց երկիրը, թե պարզապես ավելացրեց ցավը։ Դա հարց է, որին յուրաքանչյուրս պետք է պատասխանենք ինքներս մեզ համար։ Քարտուղարը բացատրում է, թե ինչու նա պահպանեց օրագիրը 35 տարի։ Ես վախենում էի, ասում է նա ազնվորեն։ Ես վախենում էի, որ եթե ես հրապարակեմ այն անմիջապես, մարդիկ կօգտագործեն այն քաղաքական նպատակների համար։ Մի կողմը կասեր Վազգենը հերոս էր, մյուս կողմը կասեր, որ նա պարանոիկ էր։ Ես չուզում էի, որ նրա վերջին խոսքերը դառնան քաղաքական զենք, այնպես որ ես սպասեցի։ Ես սպասեցի, մինչև կրքերը հանդարտվեն, մինչև մարդիկ կարողանան լսել ճշմարտությունը առանց նախապաշարմունքի։ Այժմ 35 տարի անց քարտուղարը կարծում է, որ ժամանակը եկել է։ Մարդիկ պատրաստ են լսելու Վազգենի իրական ձայնը, նրա իրական մտքերը, նրա իրական զգացմունքները։ Բայց օրագիրը միայն մի մասն է պատմության։ Քարտուղարը նաև հիշում է այլ մանրամասներ, որոնք երբեք չեն հրապարակվել։ Նա հիշում է, թե ինչպես Վազգենը վերջին շաբաթներին փոխեց իր վարքագիծը։ Նա դարձավ ավելի զգույշ, ավելի փակ։ Նա սկսեց ստուգել իր գրասենյակը ամեն առավոտ, փնտրելով թաքնված միկրոֆոններ կամ տեսախցիկներ։ Նա սկսեց փոխել իր ճանապարհները դեպի աշխատանք, երբեք չօգտագործելով նույն երթուղին 2 օր անընդմեջ։ Նա սկսեց հանդիպել իր ամենամոտ խորհրդականների հետ գաղտնի վայրերում, ոչ թե իր գրասենյակում։ Նա գիտեր, որ նրան հետևում են, ասում է քարտուղարը։ Նա գիտեր, որ նրան հետևում են, ասում է քարտուղարը։ Նա գիտեր, որ նրան հետևում են, ասում է քարտուղարը։ Նա գիտեր, որ նրան հետևում են, ասում է քարտուղարը։ Նա գիտեր, որ նրան հետևում են, ասում է քարտուղարը։ Նա գիտեր, որ նրան հետևում են, ասում է քարտուղարը։ Նա գիտեր, որ նրան հետևում են, ասվում են, ասում է քարտուղարը։ Նա գիտեր, որ նրան հետևում են, ասում է քարտուղարը։ Նա գիտեր, որ նրան հետևում են, ասում է քարտուղարը։ Նա գիտեր, որ նրան հետևում են, ասում է քարտուղարը։ Նա գիտեր, որ նրան հետևում են, ասում է քարտուղարը։ Նա գիտեր, որ նրան հետևում են, ասում է քարտուղարը։ Նա գիտեր, որ նրան հետևում են, ասում է քարտուղարը։ Երբ հանկարծ սպարապետը դադարեցրեց եւ ասաց. «Եթե ինձ ինչ-որ բան պատահի, խոստացիր ինձ, որ կհոգաս իմ ընտանիքի մասին»։ Քարտուղարը զարմացավ այդ խոսքերից։ «Ինչու եք այդպես խոսում, սպարապետ», հարցրեց նա։ «Ձեզ ոչինչ չի պատահի»։ Բայց Վազգենը միայն ժպտաց տխուր ժպիտով եւ ասաց. «Մենք բոլորս մահկանացու ենք, եւ իմ աշխատանքը վտանգավոր է։ Ես պարզապես ուզում եմ համոզված լինել, որ եթե ինչ-որ բան պատահի, իմ ընտանիքը չի մնա միայնակ»։ Քարտուղարը խոստացավ, եւ նա պահպանեց այդ խոստումը։ Հոկտեմբերի 27-ից հետո նա անձամբ հոգաց Վազգենի ընտանիքի մասին, օգնելով նրանց ամեն ինչում, ինչ կարող էր։ Այժմ, երբ քարտուղարը պատմում է այս պատմությունը, նա ուզում է, որ մարդիկ հասկանան մի բան. Վազգեն Սարգսյանը չէր կատարյալ մարդ։ Նա ունեցավ իր թերությունները, իր սխալները, իր թուլությունները, բայց նա էր մարդ, որը իսկապես հավատում էր այն, ինչ անում էր։ Նա իսկապես սիրում էր իր երկիրը, իր ժողովուրդը։ Եվ երբ եկավ պահը ընտրելու իր անվտանգության եւ իր սկզբունքների միջև, նա ընտրեց իր սկզբունքները։ Դա է այն, ինչ դարձնում է նրան հերոս, ասում է քարտուղարը։ Ոչ թե այն, որ նա անպարտելի էր, այլ այն, որ նա ընտրեց կանգնել իր հավատքի համար, նույնիսկ երբ գիտեր, որ դա կարող է արժենալ նրա կյանքը։ Արդյոք մենք կարող ենք ասել նույնը մեր մասին։ Արդյոք մենք պատրաստ ենք զոհել մեր հարմարավետությունը, մեր անվտանգությունը, մեր սկզբունքների համար։ Թե մենք ընտրում ենք լռել, թաքնվել, համակերպվել։ Երևանի հին քաղաքի խորքում
մի նեղ փողոցում, որտեղ նույնիսկ արևի լույսը հազիվ է ներթափանցում, գտնվում է փոքրիկ գրասենյակ, առանց վահանակի, առանց անվան։ Այստեղ 35 տարի աշխատել է մարդը, որը գիտեր Վազգեն Սարգսյանի ամենախորը գաղտնիքները, ոչ թե որպես բժիշկ կամ քարտուղար, այլ որպես այն մարդը, ով կազմակերպում էր Սպարապետի գաղտնի հանդիպումները այն մարդկանց հետ, ում գոյությունը պաշտոնապես երբեք չի ճանաչվել։ Պատկերացրեք, որ դուք եք այն 12 մարդկանցից մեկը, ովքեր գիտեին Վազգենի ամեն գաղտնիքը, յուրաքանչյուր բժշկական խնդիրը, յուրաքանչյուր փախուստի պլանը, յուրաքանչյուր թաքնված թունելը Երևանի տակ։ Այժմ պատկերացրեք, որ պետք է ընտրեիք. պահպանել ձեր հավատարմությունը, թե փրկել ձեր կյանքը։ Հոկտեմբերի 22-ին 1999 թվականին այս մարդիկ կատարեցին ընտրություն, որը փոխեց Հայաստանի պատմությունը։ Ինչն ստիպեց նրանց դավաճանել իրենց գերագույն ղեկավարին։ Ով էր այն մարդը, որը համոզեց նրանց, որ Վազգենը դարձել է վտանգ, ոչ թե փրկություն։ Եվ ամենակարևորը, ինչպես այդ գաղտնի խումբը, որը երդվել էր մեռնել Սպարապետի համար, վերածվեց նրա մահվան գործիքի։ Այդ մարդը, որին կանվանենք Արամ, դրամ նրա անվտանգության համար նստած է իմ դիմացը, ծխախոտ ծխելով դանդաղ, խորը ձգումներով, կարծես յուրաքանչյուր շունչը օգնում է նրան հավաքել խոսելու համար անհրաժեշտ քաջությունը։ Նրա դեմքը ծածկված է խորը կնճիռներով, ոչ թե տարիքից, այլ 35 տարվա լռությունից, որը ծանրացել է նրա ուսերին ինչպես քարե բեռ։ Նրա աչքերը, մուգ եւ անհանգիստ, շարժվում են դեպի դուռը յուրաքանչյուր անգամ, երբ փողոցից լսվում է ոտնաձայն, կարծես նույնիսկ այսօր, 35 տարի անց, նա դեռ վախենում է, որ ինչ-որ մեկը կգա եւ կգանգնեցնի նրան խոսելուց։ Բայց այսօր նա պատրաստ է խոսել, որովհետեւ ինչպես ինքն է ասում, լռությունը դարձել է ավելի ծանր, քան ճշմարտությունը։ Նա սկսում է պատմել պատմություն, որը սկսվում է ոչ թե հոկտեմբերի 27-ին, այլ շատ ավելի վաղ, այն օրը, երբ ստեղծվեց գաղտնի խումբը, որը պետք է պաշտպաներ Սպարապետին, բայց վերջում դարձավ նրա մահվան գործիքը։ Գաղտնի խումբը ստեղծվեց 1994 թվականին, անմիջապես Արցախյան պատերազմի ավարտից հետո, երբ Վազգենը հասկացավ, որ խաղաղության ժամանակը կարող է լինել ավելի վտանգավոր, քան պատերազմի ժամանակը։ Ռազմաճակատում թշնամին հստակ էր, դիմացի կողմում, հրացանով ձեռքին։ Բայց խաղաղության ժամանակ թշնամին կարող էր լինել ցանկացած մեկը, քո կողքին նստող մարդը, քո հետ ճաշող ընկերը, նույնիսկ քո ընտանիքի անդամը։ Վազգենը հավաքեց 12 մարդ, յուրաքանչյուրը ընտրված իր հատուկ հմտությունների, իր անսասան հավատարմության, իր կարողության համար պահպանել գաղտնիքներ, նույնիսկ խոշտանգումների ներքո։ Այս 12 մարդիկ դարձան Սպարապետի ստվերները, նրանք գիտեին ամեն ինչ, տեսնում էին ամեն ինչ, լսում էին ամեն ինչ, բայց պաշտոնապես նրանք գոյություն չունեին։ Նրանց անունները չկային ոչ մի փաստաթղթում, նրանց դեմքերը չկային ոչ մի լուսանկարում, նրանց ձայները չէին գրանցվել ոչ մի ձայնագրության մեջ։ Արամը եղել է այդ 12-ից մեկը, պատասխանատու գաղտնի հաղորդակցության համար։ Նրա աշխատանքը եղել է կազմակերպել Վազգենի հանդիպումները այն մարդկանց հետ, ում հետ Սպարապետը չէր կարող հանդիպել պաշտոնապես, օտարերկրյա ռազմաճարագետներ, ովքեր խորհուրդներ էին տալիս Արցախի պաշտպանության համար, բիզնեսմեններ, ովքեր ֆինանսավորում էին գաղտնի ծրագրեր, նախկին սեկյուրիտատի սպաներ, ովքեր տեղեկություններ էին տրամադրում հարևան երկրների մասին։ Արամը գիտեր բոլոր գաղտնի հանդիպումների զիվայրերը, լքված գործարանները Երևանի արվարձաններում, հին բունկերները լեռների մեջ, անտառային տները, որտեղ Վազգենը կարող էր խոսել ազատ, առանց վախենալու, որ ինչ-որ մեկը լսում է։ Նա կազմակերպում էր այդ հանդիպումները մանրակրկիտ ճշգրտությամբ, յուրաքանչյուր մանրամասն ստուգելով 3 անգամ, յուրաքանչյուր մարդու ինքնությունը հաստատելով անձամբ, յուրաքանչյուր ճանապարհը նախապես ուսումնասիրելով, փախուստի երթուղիների համար, եթե ինչ-որ բան սխալ գնար։ Բայց 1998 թվականից սկսած Արամը նկատեց փոփոխություններ 12 անդամների խմբում։ Մարդիկ, ովքեր երդվել էին մեռնել Վազգենի համար, սկսեցին հարցեր տալ նրա որոշումների մասին։ Նրանք սկսեցին քննարկել գաղտնի, առանց Սպարապետի ներկայության, թե արդյոք Վազգենը դեռ ճիշտ ճանապարհով է գնում, թե արդյոք նրա առողջական խնդիրները ազդում են նրա դատողության վրա, թե արդյոք ժամանակը չի եկել փոխել ղեկավարությունը։ Արամը սկզբում կարծեց, որ դա պարզապես հոգնածության արդյունք է, տարիներ շարունակ լարվածության, անքնության, մշտական վտանգի մեջ ապրելու հետևանք։ Բայց հետո նա հասկացավ, որ դա ավելին էր։ Ինչ-որ մեկը համակարգված կերպով թունավորում էր խմբի անդամների մտքերը, ցանում էր կասկածի սերմերը, ստեղծում էր ճեղքեր հավատարմության մեջ։ Եվ այդ ինչ-որ մեկը գործում էր շատ խելացի, շատ զգույշ, այնպես որ ոչ ոք չէր կարող ճշգրիտ ասել, թե ով է նա։ Արամը հիշում է մի հանդիպում, որը տեղի ունեցավ 1999 թվականի ամռանը,
երբ 12 անդամները հավաքվեցին առանց Վազգենի քննարկելու անվտանգության հարցեր։ Այդ հանդիպման ժամանակ մեկը, որին Արամը չի ուզում անվանել, բարձրացրեց հարց. Ինչ կլինի, եթե սպարապետի առողջությունը վատանա այնքան, որ նա չկարողանա շարունակել իր պարտականությունները։ Մենք պետք է ունենանք պլան այդ իրավիճակի համար։ Այս հարցը բացեց դռները քննարկումների, որոնք դարձան ավելի ու ավելի վտանգավոր։ Մարդիկ սկսեցին խոսել այն մասին, թե ինչպես պաշտպանել երկիրը, եթե Վազգենը դառնա անընդունակ։ Նրանք սկսեցին քննարկել այլընտրանքային ղեկավարներ, այլընտրանքային պլաններ, այլընտրանքային ապագա։ Եվ Արամը նկատեց, որ այս քննարկումները միշտ ղեկավարվում էին նույն մարդու կողմից, մարդ, որը խոսում էր հանգիստ, համոզիչ, միշտ ներկայացնելով իր գաղափարները որպես երկրի շահերի պաշտպանություն։ ով էր այդ մարդը։ Արամը դեռ չի ուզում բացահայտել նրա անունը, բայց նա տալիս է մանրամասներ, որոնք թույլ են տալիս հասկանալ նրա դերը։ Այդ մարդը եղել է ոչ թե ռազմական, ոչ թե քաղաքական գործիչ, այլ մեկը, ով աշխատում էր ստվերներում, կապեր ունենալով եւ ներքին անվտանգության ծառայությունների եւ օտարերկրյա ռազմաճառագետների հետ։ Նա եղել է մարդ, որը կարող էր խոսել բոլորի հետ, ում բոլորը վստահում էին, բայց ում իրական մոտիվները մնում էին անհասկանալի։ Նա եղել է մարդ, որը միշտ գիտեր ճիշտ խոսքերը ասել, համոզելու, մանիպուլյացիայի, վերահսկելու համար։ Եվ նա եղել է մարդ, որը 1999 թվականի աշնանը սկսեց ակտիվորեն պատրաստել 12 անդամների խումբը Վազգենի հեռացման համար։ Նա չխոսեց երբեք բացահայտորեն սպանության մասին, բայց նա ստեղծեց մթնոլորտ, որտեղ այդպիսի գաղափարը դարձավ ընդունելի, նույնիսկ անհրաժեշտ։ Հոկտեմբերի սկզբին այդ մարդը կազմակերպեց հատուկ հանդիպում 12 անդամների խմբի հետ։ Արամը հիշում է այդ հանդիպումը մանրամասնորեն, որովհետև դա էր պահը, երբ նա հասկացավ, որ ամեն ինչ գնում է սխալ ուղղությամբ։ Հանդիպումը տեղի ունեցավ հին բունկերում Երևանի արտաքին շրջանում։ Այն նույն բունկերը, որտեղ Վազգենը երբեմն հանդիպում էր իր ամենավստահելի խորհրդականների հետ։ Բայց այս անգամ սպարապետը այնտեղ չէր։ Այդ մարդը սկսեց խոսել հանգիստ, մեթոդիկ ձայնով, բացատրելով, որ Վազգենի առողջությունը վատանում է, որ նրա դատողությունը խաթարվում է, որ նա դառնում է վտանգ երկրի համար։ Նա ներկայացրեց ապացույցներ, բժշկական հաշվետվություններ, որոնք ցույց էին տալիս սպարապետի սրտի խնդիրները, գաղտնի ձայնագրություններ, որտեղ Վազգենը խոսում էր իր վախերի, իր կասկածների մասին, վկայություններ մարդկանցից, ովքեր պնդում էին, որ սպարապետը կորցրել է իր նախկին ուժը։ Արամը լսում էր այս ամենը աճող սարսափով։ Նա հասկանում էր, որ այս ապացույցները մասամբ ճշմարիտ էին։ Վազգենի առողջությունը իսկապես վատանում էր։ Նա իսկապես հոգնած էր։ Նա իսկապես ունեցել էր պահեր, երբ կասկածում էր իր շրջապատում եղողներին։ Բայց այդ մարդը վերցրել էր այս ճշմարտությունները եւ շրջել էր դրանք, ներկայացնելով Վազգենին որպես թույլացած, պարանոիկ, անընդունակ ղեկավար, որը պետք է հեռացվի երկրի բարօրության համար։ Եվ ամենավտանգավորը այն էր, որ 12 անդամներից շատերը սկսեցին համաձայնվել։ Նրանք սկսեցին հավատալ, որ Վազգենը դարձել է խնդիր, ոչ թե լուծում։ Նրանք սկսեցին մտածել, որ հեռացնելով սպարապետին, նրանք փրկում են երկիրը, ոչ թե դավաճանում նրան։ Այս էր այդ մարդու հանճարեղությունը։ Նա վերածեց դավաճանությունը հերոսության, սպանությունը պատրիոտիզմի, դավադրությունը փրկության։ Արամը փորձեց դիմադրել։ Նա ասաց, որ Վազգենը դեռ ամենալավ ղեկավարն է, որ նրանք ունեն, որ նրա թուլությունները ոչինչ չեն նրա փորձի, նրա հեղինակության, նության, նրա նվիրվածության համեմատ։ Նա հիշեցրեց խմբի անդամներին նրանց երթումը, պաշտպանել սպարապետին ցանկացած գնով, նույնիսկ իրենց կյանքի գնով։ Բայց այդ մարդը արդեն շատ լավ էր կատարել իր աշխատանքը։ Նա արդեն ստեղծել էր մթնոլորտ, որտեղ Արամի խոսքերը հնչեցին որպես կույր հավատարմություն, որպես անկարողություն տեսնել իրականությունը։ Մեկ առ մեկ 12 անդամները սկսեցին համաձայնվել այդ մարդու հետ։ Ոմանք համաձայնվեցին անմիջապես, ոմանք դանդաղ, կասկածանքով, բայց վերջում բոլորը, բացի Արամից եւ եւս 2 անդամներից, ընդունեցին, որ Վազգենը պետք է հեռացվի։ Եվ երբ Արամը հարցրեց. «Ինչ նշանակում է հեռացնել», այդ մարդը նայեց նրան երկար, սառը հայացքով եւ ասաց. «Դուք գիտեք, թե ինչ է դա նշանակում»։ Հոկտեմբերի 15-ին 12 անդամների խումբը վերջին անգամ հավաքվեց։ Այս անգամ այդ մարդը ներկայացրեց կոնկրետ պլան, ինչպես, երբ եւ որտեղ հեռացնել Վազգենին։ Նա բացատրեց, որ դա պետք է տեղի ունենա հրապարակայնորեն, որպիսի ուղարկվի ուժեղ ուղերձ բոլոր նրանց, ովքեր կարող են մտածել դիմադրելու նոր կարգին։ Նա բացատրեց, որ դա պետք է տեղի ունենա խորհրդարանում, որպեսզի ցույց տրվի, որ ոչ ոք անձեռմխելի չէ, նույնիսկ սպարապետը։ Եվ նա բացատրեց, որ դա պետք է կատարվի արագ,
Անակնկալ, առանց Վազգենին հնարավորություն տալու պաշտպանվել կամ փախչել։ Արամը լսում էր այս ամենը եւ զգում էր, թե ինչպես նրա սիրտը սառչում է։ Նա հասկանում էր, որ այս մարդիկ, ում հետ նա աշխատել է տարիներ շարունակ, ում նա համարել է եղբայրներ, այժմ պլանավորում են սպանել այն մարդուն, ում նրանք երդվել էին պաշտպանել։ Եվ ամենավատը այն էր, որ նրանք դա անում էին համոզված, որ անում են ճիշտ բանը։ Արամը որոշեց զգուշացնել Վազգենին։ Հոկտեմբերի 19-ի երեկոյան նա կազմակերպեց գաղտնի հանդիպում Սպարապետի հետ, մի հին տանը լեռների մեջ, որտեղ նրանք կարող էին խոսել առանց վախենալու լսվելուց։ Երբ Վազգենը եկավ, Արամը տեսավ, թե որքան հոգնած էր նա, նրա դեմքը գունատ, նրա աչքերը խորացած, նրա քայլերը ծանր։ Բայց երբ Արամը սկսեց պատմել դավադրության մասին, Վազգենի աչքերը փայլեցին հին կրակով։ Նա լսեց ամեն ինչ լուռ, առանց ընդհատելու, միայն երբեմն հանգելով գլուխը։ Երբ Արամը ավարտեց, Վազգենը երկար լռեց, հետո ասաց. Ես գիտեի։ Ես զգում էի, որ ինչ-որ բան սխալ է, բայց ես չէի ուզում հավատալ, որ այն մարդիկը, ում ես վստահում էի, կարող են այդքան անկում ապրել։ Արամը հարցրեց. Ինչ պետք է անենք, Սպարապետ։ Մենք կարող ենք ձերբակալել նրանց, կարող ենք բարձրացնել բանակը, կարող ենք ձեզ տեղափոխել անվտանգ վայր։ Բայց Վազգենը ժպտաց տխուր ժպիտով եւ ասաց. Ոչ, Արամ։ Եթե ես անեմ դա, ես դառնում եմ այն, ինչ նրանք ասում են, որ ես եմ։ Պարանոիկ դիկտատոր, որը պահպանում է իշխանությունը ուժով։ Ես չեմ կարող թույլ տալ, բայց Սպարապետ, նրանք պլանավորում են ձեզ սպանել։ Դուք չեք կարող պարզապես գնալ այնտեղ եւ սպասել մահվան։ Վազգենը դրեց ձեռքը Արամի ուսին եւ ասաց. Արամ, ես ապրել եմ լավ կյանք։ Ես տեսել եմ մեր երկիրը ազատ, մեր զինվորներին հաղթող։ Եթե իմ մահը կարող է կանգնեցնել քաղաքացիական պատերազմը, եթե իմ զոհաբերությունը կարող է ցույց տալ մարդկանց, թե որքան վտանգավոր է դավադրությունը, ապա ես պատրաստ եմ։ Բայց դու, Արամ, դու պետք է ապրես։ Դու պետք է պատմես ճշմարտությունն, երբ ժամանակը գա։ Արամը լաց եղավ այդ գիշեր, առաջին անգամ 10 տարվա ընթացքում։ Նա հասկացավ, որ Վազգենը արդեն կատարել է իր ընտրությունը, եւ ոչինչ չէր կարող փոխել նրա որոշումը։ Նա հասկացավ, որ Սպարապետը ընտրել է մեռնել որպես հերոս, քան ապրել որպես դիկտատոր։ Եվ նա հասկացավ, որ նրա սեփական դերը այս պատմության մեջ էր ապրել եւ պատմել ճշմարտությունը, երբ աշխարհը պատրաստ կլինի լսելու։ Հոկտեմբերի 21-ին Արամը վերջին անգամ տեսավ Վազգենին կենդանի։ Սպարապետը տվեց նրան փոքրիկ ծրար, փաթաթված թղթի մեջ, եւ ասաց. Այստեղ են փաստաթղթերը, որոնք ապացուցում են դավադրությունը։ Պահիր դրանք անվտանգ վայրում։ Մի բացահայտիր դրանք անմիջապես իմ մահից հետո, որովհետև դավադիրները կլինեն ուժեղ եւ կարող են քեզ սպանել։ Սպասիր, մինչև նրանք թուլանան, մինչև նրանց իշխանությունը սկսի փլուզվել, հետո պատմիր ամեն ինչ։ Արամը վերցրեց ծրարը եւ երդվեց պահպանել այն ցանկացած գնով։ Հոկտեմբերի 27-ին, Երբ Արամը լսեց կրակոցների մասին խորհրդարանում, նա անմիջապես հասկացավ, թե ինչ է տեղի ունեցել։ նա չվազեց դեպի խորհրդարան, որովհետև գիտեր, որ արդեն ուշ է։ Նա գնաց տուն, վերցրեց Վազգենի ծրարը եւ թաքցրեց այն այնպիսի վայրում, որտեղ ոչ ոք երբեք չէր կարող գտնել։ Հետո նա սկսեց սպասել։ Նա սպասեց 35 տարի, տեսնելով, թե ինչպես դավադիրները մեկը մյուսի հետևից մեռնում են կամ կորցնում իրենց իշխանությունը, տեսնելով, թե ինչպես նրանց նոր կարգը փլուզվում է, տեսնելով, թե ինչպես Հայաստանը դանդաղ ցավոտ կերպով սովորում է ապրել առանց Վազգենի։ Եվ այժմ, երբ վերջին դավադիրները մեռել են կամ այնքան ծերացել են, որ այլևս վտանգ չեն ներկայացնում, Արամը պատրաստ է բացահայտել ճշմարտությունը։ Նա բացում է այն ծրարը, որը պահպանել է 35 տարի, եւ ցույց է տալիս ինձ փաստաթղթերը, անունները, ամսաթվերը, հանդիպումների վայրերը, դավադրության ամբողջ կառուցվածքը։ Այս փաստաթղթերը ապացուցում են, որ հոկտեմբերի 27-ը չէր պարզապես մի խմբի անկառավարելի գործողություն, այլ մանրակրկիտ պլանավորված դավադրություն, որը ներառում էր տասնյակ մարդկանց, ներսից եւ դրսից։ Դրանք ցույց են տալիս, թե ինչպես Վազգենի ամենամոտ մարդիկը դարձան նրա մահվան գործիքները, թե ինչպես նրանք համոզվեցին, որ սպանելով Սպարապետին, նրանք փրկում են երկիրը։ Եվ դրանք ցույց են տալիս, թե ով էր այն մարդը, որը կազմակերպեց այս ամենը։ Մարդ, որի անունը կցնցի Հայաստանը, երբ այն հրապարակվի։ Բայց Արամը դեռ չի ուզում բացահայտել այդ անունը այս պահին։ Նա ասում է. ժամանակը դեռ չի եկել։ Մարդիկ պետք է նախ հասկանան դավադրության մեխանիզմը, նրա հոգեբանությունը, նրա տրամաբանությունը։ Միայն հետո նրանք կարող են իմանալ անունները առանց վրեժխնդրության, առանց ատելության, միայն ճշմարտության փնտրտուքով։ Արդյոք մենք պատրաստ ենք լսելու այդ անունները։ Արդյոք մենք կարող ենք ընդունել, որ Վազգենի մահը կազմակերպվել է ոչ թե օտարերկրյա թշնամիների, այլ նրա սեփական մարդկանց կողմից։ Բայց դավադրությունը ունեցավ եւս մեկ շերտ,
որը նույնիսկ Արամը չգիտեր մինչև շատ ավելի ուշ։ Երևանի տակ, խորը հողի ներքո, գոյություն ունեին թունելներ եւ բունկերներ, որոնք կառուցվել էին դեռ Խորհրդային Միության ժամանակ միջուկային պատերազմի դեպքում ղեկավարությանը պաշտպանելու համար։ Այս թունելները կապում էին կառավարական շենքերը, ռազմական բազաները, հաղորդակցության կենտրոնները, ստեղծելով ստորերկրյա քաղաք, որտեղ իշխանությունը կարող է շարունակել գործել, նույնիսկ երբ մակերեսը ոչնչացված լիներ։ 1990-ական թվականներին այս թունելները մոռացվել էին, լքվել էին, պաշտոնապես փակվել էին, բայց իրականում դրանք երբեք չէին փակվել ամբողջությամբ։ Փոքր խումբ մարդիկ, ովքեր գիտեին այս թունելների մասին, շարունակում էին օգտագործել դրանք գաղտնի հանդիպումների, գաղտնի պահեստների, գաղտնի փախուստի երթուղիների համար։ Եվ Վազգեն Սարգսյանը եղել է այդ մարդկանցից մեկը։ Պահապանը, որը 10 տարի ծառայել է Սպարապետի անձնական անվտանգության մեջ, հիշում է, թե ինչպես Վազգենը յուրաքանչյուր գիշեր վերջին 2 տարիների ընթացքում իջնում էր այդ թունելներ եւ ստուգում էր փախուստի երթուղիները։ Դա չէր պարանոյա, այլ նախազգուշություն։ Սպարապետը գիտեր, որ եթե իրավիճակը դառնա վտանգավոր, Նա կարող է ստիպված լինել արագ հեռանալ։ եւ այդ թունելները էին նրա միակ երաշխիքը, որ նա կարող է դուրս գալ Երևանից առանց տեսնվելու։ Բայց 1999 թվականի աշնանը Վազգենը հայտնաբերեց մի բան, որը նրան սարսափեցրեց։ Թունելների մի մասը, որը պետք է լիներ փակ եւ անմատչելի, բացված էր եւ օգտագործվում էր ինչ-որ մեկի կողմից։ Պահապանը հիշում է, թե ինչպես Սպարապետը վերադարձավ այդ ստուգումից գունատ, լարված եւ ասաց. «Ինչ-որ մեկը օգտագործում է մեր թունելները, ինչ-որ մեկը պատրաստվում է ինչ-որ բանի»։ Վազգենը հրամայեց գաղտնի հետաքննություն, պարզելու թե ով է օգտագործում թունելները եւ ինչու։ Բայց հետաքննությունը երբեք չավարտվեց, որովհետեւ հոկտեմբերի 27-ը եկավ շատ արագ։ Պահապանը սակայն շարունակեց իր սեփական հետաքննությունը Սպարապետի մահից հետո։ Նա գաղտնի իջավ այդ թունելներ եւ հայտնաբերեց մի բան, որը բացատրում է շատ բան։ Թունելների մի մասում, ուղիղ խորհրդարանի տակ, կար փոքրիկ սենյակ, որը վերափոխվել էր ժամանակավոր հրամանատարական կետի։ Այնտեղ կային քարտեզներ, հաղորդակցության սարքեր, զենքեր եւ ամենակարևորը՝ փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս, որ այդ սենյակը օգտագործվել է հոկտեմբերի 27-ի դեպքերը պլանավորելու համար։ Պահապանը վերցրեց այդ փաստաթղթերը եւ թաքցրեց դրանք, գիտենալով, որ դրանք կարող են լինել կենսական ապացույցներ ապագայում։ Այս փաստաթղթերը ցույց են տալիս, որ դավադիրները օգտագործել են թունելները ոչ միայն գաղտնի հանդիպումների համար, այլև որպես փախուստի երթուղի հոկտեմբերի 27-ից հետո։ Երբ կրակոցները դադարեցին խորհրդարանում, հարձակվողները չփախան դռներով, այլ իջան թունելներ եւ անհետացան Երևանի ստորերկրյա լաբիրինթոսում։ Դա բացատրում է, թե ինչու նրանք կարողացան այդքան երկար պահպանել իրենց դիրքերը խորհրդարանում։ Նրանք գիտեին, որ ունեն փախուստի երթուղի, որը ոչ ոք չգիտեր։ Եվ դա բացատրում է, թե ինչու Վազգենը այդքան անհանգիստ էր վերջին շաբաթներին։ Նա հասկացել էր, որ նրա սեփական փախուստի երթուղին վերածվել էր դավադիժների գործիքի։ Նա հասկացել էր, որ այն ամենը, ինչ նա պատրաստել էր իր անվտանգության համար, Այժմ օգտագործվում էր նրա դեմ։ դա էր վերջնական դավաճանությունը, երբ նույնիսկ քո սեփական նախազգուշությունները դառնում են քո թշնամիների զենքը։ Պահապանը, որ այժմ ավելի քան 70 տարեկան է, նստած է իմ դիմացը եւ պատմում է այս ամենը դողացող ձայնով։ Նա ասում է. «Ես պահպանեցի այդ փաստաթղթերը 35 տարի, սպասելով ճիշտ պահին։ Ես տեսա, թե ինչպես դավադիրները մեկը մյուսի հետևից մեռնում են, թե ինչպես նրանց գաղտնիքները մեռնում են նրանց հետ։ Բայց ես գիտեի, որ ճշմարտությունը չպետք է մեռնի։ Ճշմարտությունը պետք է ապրի, նույնիսկ եթե դա ցավոտ է, նույնիսկ եթե դա ցնցող է»։ Նա բացում է հին պայուսակը եւ հանում է այն փաստաթղթերը, դեղնած, մաշված, բայց դեռ ընթեռնելի։ Այնտեղ են քարտեզները, որոնք ցույց են տալիս թունելների ամբողջ ցանցը, հաղորդակցության գրառումները, որոնք ապացուցում են դավադրության կոորդինացիան, եւ ամենակարևորը՝ անունները այն մարդկանց, ովքեր գիտեին թունելների մասին եւ օգտագործեցին դրանք դավադրության համար։ Այս անունները ներառում են ոչ միայն ռազմականների, այլև քաղաքական գործիչների, Բիզնեսմենների, նույնիսկ օտարերկրյա խորհրդականների անունները։ Դրանք ցույց են տալիս, որ դավադրությունը ավելի լայն էր, քան ցանկացած մեկը պատկերացնում էր։ Դա չէր պարզապես ներքին իշխանության պայքար, այլ միջազգային շահերի բախում, որտեղ Վազգենը դարձել էր խոչընդոտ այն մարդկանց համար, ովքեր ուզում էին վերահսկել Հայաստանի ապագան։ Պահապանը ասում է. «Վազգենը գիտեր այս ամենը։ Նա գիտեր, որ դավադրությունը ավելի խորն է, քան նա կարող էր պայքարել, բայց նա չէր ուզում օգտագործել բանակը, չէր ուզում սկսել քաղաքացիական պատերազմ։ Նա ընտրեց զոհվել, հույս ունենալով, որ նրա մահը կարթնացնի մարդկանց եւ կկանգնեցնի դավադրությունը»։
Արդյոք նրա հույսը իրականացավ։ Արդյոք նրա զոհաբերությունը կանգնեցրեց դավադրությունը, թե պարզապես ավելացրեց զոհերի թիվը։ Պահապանը ավարտում է իր պատմությունը խոսքերով, որոնք կախվում են օդում ինչպես վերջին դատաստան։ Վազգեն Սարգսյանը մեռավ, որովհետև նա հավատաց մարդկանց։ Նա հավատաց, որ նրանք, ում նա սիրել էր, ում նա պաշտպանել էր, չեն կարող նրան դավաճանել այդքան խորը։ Նա սխալվեց, բայց նրա սխալը չէր թուլություն, այլ մարդկայնություն։ Նա մնաց մարդ մինչև վերջ, հավատալով լավագույնին, նույնիսկ երբ տեսնում էր վատագույնը։ Այս խոսքերը ամփոփում են Վազգենի ողբերգությունը։ Նա եղավ զոհ ոչ թե իր թշնամիների ուժի, այլ իր սեփական մարդկայնության։ Նա չէր կարող պատկերացնել, որ մարդիկ կարող են այդքան անկում ապրել, եւ այդ անկարողությունը դարձավ նրա վերջին թուլությունը։ Արդյոք մենք կարող ենք դատել նրան այդ թուլության համար, թե պետք է հարգենք նրա մարդկայնությունը, որը նա պահպանեց մինչև վերջին շունչը։ Այժմ, երբ բոլոր 3 վկաները պատմել են իրենց պատմությունները՝ բժիշկը, քարտուղարը, Արամը եւ Պահապանը, մենք ունենք ամբողջական պատկերը Վազգեն Սարգսյանի վերջին օրերի մասին։ Մենք տեսնում ենք մարդուն, որը գիտեր, որ մեռնում է, եւ ֆիզիկապես իր հիվանդությունից, եւ քաղաքականորեն իր թշնամիների դավադրությունից։ Մենք տեսնում ենք մարդուն, որը կարող էր փրկվել, բայց ընտրեց մնալ եւ պայքարել։ Մենք տեսնում ենք մարդուն, որը սիրեց իր երկիրը ավելի քան իր կյանքը եւ զոհեց ամեն ինչ այդ սիրո համար։ Բայց մենք նաև տեսնում ենք մարդուն, որը դավաճանվեց ամենամոտ մարդկանցից, որի վստահությունը շահագործվեց, որի մարդկայնությունը դարձավ նրա մահվան պատճառը։ Սա է Վազգեն Սարգսյանի իրական պատմությունը։ Ոչ թե հեքիաթ անպարտելի հերոսի մասին, այլ ողբերգություն մարդու մասին, որը փորձեց անել ճիշտը մշակույթում, որտեղ ճիշտը դարձել էր թանկագին ապրանք։ Արդյոք մենք սովորեցինք ինչ-որ բան Վազգենի զոհաբերությունից։ Արդյոք մենք դադարեցրինք դավադրությունները, դավաճանությունները, իշխանության համար արյունոտ պայքարները, թե մենք շարունակում ենք կրկնել նույն սխալները, մոռանալով նրանց, ովքեր զոհվեցին, փորձելով մեզ ուսուցանել։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մենք պետք է գտնենք ինքներս մեզ համար, նայելով հայելուն եւ հարցնելով, արդյոք մենք արժանի ենք Վազգենի զոհաբերությանը։ Արդյոք մենք շարունակում ենք նրա գործը, թե դավաճանում ենք նրա հիշատակը մեր լռությամբ, մեր անտարբերությամբ, մեր մոռացմամբ։ 35 տարի անց, երբ վերջին դավադիրները մեռան կամ կորցրին իրենց ազդեցությունը, երբ արխիվները սկսեցին բացվել եւ վկաները համարձակվեցին խոսել, հայտնվեց մի փաստաթուղթ, որը փոխեց ամեն ինչ։ Վազգեն Սարգսյանի անձնական նամակը, գրված հոկտեմբերի 26-ի գիշերը, ուղղված նրա ընտանիքին, բայց երբեք չուղարկված։ Այդ նամակը գտնվեց Սպարապետի գրասենյակի գաղտնի դարակում, թաքնված այնպես, որ միայն նա գիտեր դրա գոյության մասին։ Երբ վերանորոգման աշխատողները պատահաբար հայտնաբերեցին այն, նրանք կարդացին առաջին տողերը եւ անմիջապես հասկացան, որ պահել են ձեռքներում պատմական փաստաթուղթ։ Այդ նամակում Վազգենը գրել էր ոչ թե քաղաքական կտակ, ոչ թե ռազմավարական հրահանգներ, այլ ինչ-որ բան շատ ավելի անձնական, շատ ավելի ցավոտ։ Հրաժեշտ հայր եւ ամուսնուց, որը գիտեր, որ չի վերադառնա տուն։ Ինչու Վազգենը գրեց այդ նամակը, բայց երբեք չուղարկեց։ Ինչ էր այնտեղ գրված, որ նա վախեցավ, որ դա կարող է վնասել իր ընտանիքին։ Եվ ամենակարևորը, ինչպես այդ նամակը բացահայտում է Սպարապետի իրական զգացմունքները վերջին գիշերը, երբ նա նստած էր մենակ իր գրասենյակում եւ գիտեր, որ առավոտյան կարող է չգալ։ Նամակը սկսվում է պարզ, սրտառուչ խոսքերով. Իմ սիրելի ընտանիք, եթե դուք կարդում եք այս տողերը, նշանակում է ես այլևս ձեզ հետ չեմ։ Այս բացումը միանգամից ցույց է տալիս, ներեցեք ինձ, որ ընտրեցի այս ճանապարհը։ Ես գիտեի, որ կային այլ տարբերակներ։ Կարող էի փախչել, կարող էի թաքնվել, կարող էի օգտագործել բանակը իմ պաշտպանության համար։ Բայց յուրաքանչյուր այդ տարբերակը նշանակում էր դավաճանել այն սկզբունքները, որոնց համար ես ապրել եմ ամբողջ կյանքս։ Այս տողերը բացատրում են Վազգենի վերջին ընտրությունը։ Նա չէր կարող փրկել իր կյանքը գնով, որը կնշանակեր կորցնել իր պատիվը, իր սկզբունքները, այն ամենը, ինչի համար նա կռվել էր։ Նամակի հաջորդ մասը ավելի անձնական է, ավելի ցավոտ։ Վազգենը գրում է իր կնոջը. «Դու եղար իմ ամենամեծ աջակիցը, իմ ամենահավատարիմ ընկերը։ Երբ ամբողջ աշխարհը կասկածում էր ինձ, դու միշտ հավատացիր։ Երբ ես հոգնում էի եւ ուզում էի հրաժարվել, դու տվեցիր ինձ ուժ շարունակելու համար։ Ներիր ինձ, որ այժմ թողնում եմ քեզ մենակ։ Ներիր, որ չկարողացա պաշտպանել մեր ընտանիքը այնպես, ինչպես խոստացել էի»։ Այս խոսքերը ցույց են տալիս Վազգենի մարդկային կողմը, ոչ թե անպարտելի Սպարապետը, այլ ամուսինը, որը ցավում է, որ պետք է թողնի իր սիրելի կնոջը։ Նա գրում է իր երեխաներին. «Մեծացեք ազնիվ մարդիկ, մի թողեք, որ իմ մահը ձեզ լցնի ատելությամբ կամ վրեժխնդրությամբ։
Հիշեցեք, որ ես ընտրեցի այս ճանապարհը ոչ թե որովհետև ատում էի ինչ-որ մեկին, ես վախենում եմ։ Ոչ թե մահից, այլ այն մտքից, որ իմ զոհաբերությունը կարող է լինել զուր։ Ես վախենում եմ, որ մարդիկ կմոռանան, թե ինչի համար ենք մենք կռվել, թե ինչ արժեքների համար ենք մենք զոհվել։ Ես վախենում եմ, որ իմ մահից հետո երկիրը կընկնի քաոսի մեջ, եւ այն ամենը, ինչ մենք կառուցել ենք, կքայքայվի։ Այս խոստովանությունը ցույց է տալիս Վազգենի իրական վախերը։ Նա վախենում էր ոչ թե իր սեփական մահից, եթե կա Աստված, ես կխնդրեմ նրան միայն մեկ բան՝ պաշտպանել մեր երկիրը, մեր ժողովուրդը։ Ես չեմ խնդրում վրեժիմ սպանողների վրա, ես չեմ խնդրում պատիժ դավադիժների համար։ Ես խնդրում եմ միայն մի բան, որ իմ մահը չլինի զուր, որ այն ծառայի որպես զգուշացում բոլոր նրանց համար, ովքեր մտածում են դավաճանելու իրենց երկրինին իշխանության համար։ Այս վերջին խնդրանքը ցույց է տալիս Վազգենի իրական բնույթը։ Նույնիսկ իր վերջին պահերին նա մտածում էր ոչ թե իր մասին, այլ իր երկրի մասին։ Նա չէր ուզում վրեժ, չէր ուզում արյունահեղություն, նա ուզում էր միայն, որ նրա զոհաբերությունը ունենա իմաստ, որ այն փրկի Հայաստանը ավելի մեծ աղետից։ Արդյոք նրա խնդրանքը լսվեց։ Արդյոք նրա զոհաբերությունը ծառայեց որպես զգուշացում, թե պարզապես դարձավ եւս մեկ ողբերգություն մեր պատմության մեջ։ Այս նամակը, որը պահվում էր գաղտնի 35 տարի, այժմ հրապարակվեց եւ ցնցեց Հայաստանը։ Մարդիկ, ովքեր կարդացին այն, լացին, ոչ թե միայն Վազգենի համար, այլ իրենց համար, իրենց երկրի համար, այն ապագայի համար, որը նրանք կորցրին։ Նամակը ցույց տվեց, որ սպարապետը եղել է ոչ թե անզգայուն ռազմական մեքենա, այլ մարդ, իր վախերով, իր կասկածներով, իր սերով։ Եվ դա դարձրեց նրա զոհաբերությունը ավելի իրական, ավելի ցավոտ, ավելի անմոռանալի։ Բայց նամակը նաև բարձրացրեց հարցեր։ Եթե Վազգենը գիտեր, որ չի վերադառնա, ինչու նա չփորձեց կանխել դավադրությունը։ Ինչու նա չբարձրացրեց բանակը, չձերբակալեց դավադիրներին, չփրկեց իր կյանքը։ Պատասխանը գտնվում է նամակի մի փոքրիկ նշումում, որը հեշտ է բաց թողնել, բայց որը բացատրում է ամեն ինչ։ Վազգենը գրել է. «Ես չեմ կարող օգտագործել բանակը քաղաքացիական հակամարտության մեջ, որովհետև դա կնշանակի դավաճանել այն զինվորներին, ովքեր զոհվեցին Արցախի համար։ Նրանք մեռան պաշտպանելու մեր երկիրը արտաքին թշնամուց, ոչ թե ներքին իշխանության պայքարի համար»։ Այս տրամաբանությունը ցույց է տալիս Վազգենի բարոյական դիլեման։ Նա կարող էր փրկել իր կյանքը, բայց միայն գնով, որը կնշանակեր դավաճանել այն սկզբունքները, որոնց համար նա կռվել էր ամբողջ կյանքը։ Նա կարող էր դառնալ դիկտատոր, կարող էր օգտագործել բանակը իր իշխանությունը պահպանելու համար, բայց դա կնշանակեր դառնալ այն, ինչ նա միշտ պայքարել էր դեմ։ Այնպես որ նա ընտրեց այլ ճանապարհ՝ գնալ խորհրդարան անզեն, անպաշտպան, հավատալով, որ նրա ներկայությունը, նրա հեղինակությունը, նրա բարոյական ուժը կարող են կանգնեցնել դավադադրությունը առանց արյան։ Դա էր նրա վերջին սխալը, բայց նաև նրա վերջին մեծությունը։ Նա մնաց հավատարիմ իր սկզբունքներին մինչև վերջին շունչը, նույնիսկ երբ այդ հավատատարմությունը արժեցավ նրա կյանքը։ Արդյոք մենք կարող ենք ասել նույնը մեր մասին։ Արդյոք մենք պատրաստ ենք զոհել մեր կյանքը մեր սկզբունքների համար, թե մենք ընտրում ենք ապրել ցանկացած գնով, նույնիսկ եթե դա նշանակում է դավաճանել այն, ինչի համար մենք երբեմն հավատացել ենք։ Բայց Վազգենի պատմությունը չավարտվեց նրա մահով։ Հոկտեմբերի 27-ից հետո սկսվեց նոր գլուխ, ավելի մութ, ավելի բարդ, ավելի ցավոտ։ Դավադիժները, ովքեր սպանեցին սպարապետին, փորձեցին ներկայացնել իրենց որպես հերոսներ, որպես փրկիչներ, որպես մարդիկ, ովքեր ազատեցին երկիրը թուլացած ղեկավարից։ Նրանք փորձեցին վերագրել Վազգենին բոլոր երկրի խնդիրները՝ տնտեսական ճգնաժամը, քաղաքական անկայունությունը, սոցիալական անարդարությունը։ Նրանք փորձեցին ստեղծել պատմություն, որտեղ նրանք էին լավերը, եւ Վազգենը վատը։ Բայց պատմությունը ունի տարօրինակ հատկություն։ Ճշմարտությունը միշտ գտնում է իր ճանապարհը դեպի լույս, նույնիսկ եթե դա տևում է տասնամյակներ։ Եվ 35 տարի անց, երբ դավադիժները մեկը մյուսի հետևից սկսեցին մեռնել կամ կորցնել իրենց ազդեցությունը, երբ նրանց նոր կարգը սկսեց փլուզվել, մարդիկ սկսեցին հիշել Վազգենին այլ կերպ։ Նրանք սկսեցին հիշել ոչ թե դավադիժների պատմած տարբերակը, այլ իրական Վազգենին, սպարապետին, որը փրկեց Արցախը, որը կառուցեց բանակ, որը տվեց հույս ամբողջ ազգին։ Այս վերագնահատումը սկսվեց դանդաղ, անգամ ցավոտ։ Առաջին հերթին սկսեցին խոսել նախկին զինվորները, նրանք, ովքեր ծառայել էին Վազգենի հրամանատարության ներքո Արցախյան պատերազմում։ Նրանք սկսեցին պատմել պատմություններ, որոնք երբեք չէին հրապարակվել, թե ինչպես սպարապետը կանգնում էր նրանց կողքին ռազմաճակատում, թե ինչպես նա կիսում էր նրանց վերջին հացը, թե ինչպես նա լաց էր լինում յուրաքանչյուր զոհված զինվորի համար։
Այս պատմությունները սկսեցին տարածվել նախ փոքր խմբերում, հետո ավելի լայն շրջանակներում, մինչև դրանք հասան նոր սերնդին, երիտասարդներին, ովքեր ծնվել էին հոկտեմբերի 27-ից հետո եւ ովքեր գիտեին Վազգենի մասին միայն դավադիրների տարբերակից։ Եվ երբ այս երիտասարդները լսեցին իրական պատմությունները, նրանք սկսեցին հարցեր տալ. ինչու նրանց ստեցին, ինչու նրանց թաքցրին ճշմարտությունը, ով շահեց Վազգենի մահից։ Այս հարցերը հանգեցրին նոր հետաքննությունների, նոր բացահայտումների, նոր ապացույցների։ Մարդիկ սկսեցին փորել արխիվները, հարցաքննել վկաներին, վերլուծել փաստաթղթերը։ Եվ դանդաղ, շատ դանդաղ, սկսեց ի հայտ գալ ամբողջական պատկերը, դավադրության իրական մասշտաբը, դրա իրական կազմակերպիչները, դրա իրական մոտիվները։ Պարզվեց, որ հոկտեմբերի 27-ը չէր պարզապես մի խմբի անկառավարելի գործողություն, այլ մանրակրկիտ պլանավորված օպերացիա, որը ներառում էր տասնյակ մարդկանց, ներսից եւ դրսից, որը ֆինանսավորվում էր հզոր շահերից, որը նպատակ ուներ ոչ միայն հեռացնել Վազգենին, այլև փոխել Հայաստանի ամբողջ քաղաքական ուղղությունը։ Պարզվեց, որ դավադիրները չէին գործում մենակ, այլ ունեին աջակցություն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուժերից, ովքեր տեսնում էին Վազգենին որպես խոչընդոտ իրենց պլանների համար։ Բայց ամենաշոշափելի բացահայտումը եղավ այն, երբ պարզվեց, որ Վազգենը գիտեր դավադրության մասին շատ ավելի շուտ, քան ցանկացած մեկը կարծում էր։ Նա գիտեր դրա մասին ամիսներ առաջ։ Նա գիտեր դավադիրների անունները, նա գիտեր նրանց պլանները։ Բայց նա ընտրեց չկանխել դավադրությունը բռնությամբ, որովհետև վախենում էր, որ դա կհանգեցնի քաղաքացիական պատերազմի։ Նա հույս ուներ, որ կարող է համոզել դավադիրներին խաղաղ ճանապարհով, որ կարող է ցույց տալ նրանց, որ նրանք սխալվում են։ Եվ երբ նա հասկացավ, որ խաղաղ համոզումը չի աշխատում, երբ նա տեսավ, որ դավադիրները վճռական են, նա ընտրեց զոհվել, հույս ունենալով, որ նրա մահը կարթնացնի մարդկանց խիղճը եւ կկանգնեցնի ավելի մեծ արյունահեղությունը։ Սա էր Վազգենի վերջին հաշվարկը։ Նա հավատաց, որ նրա զոհաբերությունը կարժենա ավելին, քան նրա կյանքը։ Արդյոք նա ճիշտ էր։ 35 տարի անց մենք կարող ենք տեսնել արդյունքները։ Վազգենի մահը չկանգնեցրեց դավադրությունները, չավարտեց իշխանության պայքարները, չբերեց խաղաղություն Հայաստան։ Հակառակը, նրա մահից հետո երկիրը ընկավ ավելի խորը ճգնաժամի մեջ՝ քաղաքական անկայունություն, տնտեսական անկում, սոցիալական բաժանում։ Դավադիրները, ովքեր խոստացել էին բերել նոր կարգ, բերեցին միայն քաոս եւ կոռուպցիա։ Նրանք, ովքեր սպանեցին սպարապետին երկրի փրկության անունով, վերածվեցին այն, ինչից նրանք պնդում էին, որ փրկում են երկիրը։ Եվ մարդիկ, ովքեր սկզբում հավատացին դավադիրների խոստումներին, դանդաղ սկսեցին հասկանալ, որ նրանք խաբվել են, որ նրանք կորցրել են իրական առաջնորդին եւ ստացել են կեղծ փրկիչներ։ Այս գիտակցումը եկավ ուշ, շատ ուշ, բայց այն եկավ։ Եվ երբ այն եկավ, մարդիկ սկսեցին հարցնել. ինչ կլիներ, եթե Վազգենը ապրեր։ Ինչպես կլիներ Հայաստանը այսօր։ Արդյոք մենք կորցրինք մեր վերջին հնարավորությունը ունենալու իսկապես մեծ առաջնորդ։ Այս հարցերը չունեն պատասխաններ, որովհետև պատմությունը չի կարող վերադառնալ եւ փոխել անցյալը։ Բայց այս հարցերը ծառայում են որպես հիշեցում։ Հիշեցում այն մասին, թե ինչ մենք կորցրինք, հիշեցում այն մասին, թե ինչ մենք կարող էինք ունենալ։ Հիշեցում այն մասին, թե որքան թանկ է արժեն իսկական առաջնորդները եւ որքան հեշտ է կորցնել նրանց մեկ վերվարկյանում։ Վազգեն Սարգսյանի պատմությունը դարձավ զգուշացում բոլոր նրանց համար, ովքեր մտածում են, որ իշխանությունը կարելի է ձեռք բերել ցանկացած գնով։ Զգուշացում բոլոր նրանց համար, ովքեր հավատում են, որ նպատակը արդարացնում է միջոցները։ Զգուշացում բոլոր նրանց համար, ովքեր մոռանում են, որ իրական առաջնորդությունը չի չափվում իշխանությամբ, այլ ծառայությամբ, զոհաբերությամբ, սիրով դեպի ժողովուրդը։ Արդյոք մենք սովորեցինք այս դասը, թե մենք դեռ շարունակում ենք կրկնել նույն սխալները։ Այժմ 35 տարի անց, երբ բոլոր վկաները խոսեցին, երբ բոլոր փաստաթղթերը հրապարակվեցին, երբ բոլոր գաղտնիքները բացահայտվեցին, մենք կարող ենք վերջապես տեսնել ամբողջական պատկերը Վազգեն Սարգսյանի կյանքի եւ մահվան մասին։ Մենք տեսնում ենք մարդուն, որը ծնվեց պարզ ընտանիքում, բայց դարձավ ազգային հերոս։ Մենք տեսնում ենք զինվորին, որը կռվեց ռազմաճակատում եւ հաղթեց անհավասար պատերազմում։ Մենք տեսնում ենք առաջնորդին, որը փորձեց կառուցել նոր Հայաստան, ազատ, ուժեղ, անկախ։ Եվ մենք տեսնում ենք մարդուն, որը դավաճանվեց ամենամոտ մարդկանցից եւ զոհվեց պաշտպանելով իր սկզբունքները։ Սա է Վազգեն Սարգսյանի ամբողջական պատմությունը, ոչ թե հեքիաթ անպարտելի հերոսի մասին, այլ ողբերգություն մարդու մասին, որը փորձեց անել ճիշտը աշխարհում, որտեղ ճիշտը դարձել էր վտանգավոր ընտրություն։ Բայց Վազգենի պատմությունը նաև հույսի պատմություն է։ Հույս այն մասին, որ նույնիսկ ամենամութ ժամանակներում կան մարդիկ, ովքեր պատրաստ են կանգնել ճշմարտության համար։
Հույս այն մասին, որ նույնիսկ երբ դավաճանությունը տարածված է, հավատարմությունը դեռ գոյություն ունի։ Հույս այն մասին, որ նույնիսկ երբ դավաճանությունը տարածված է, հավատարմությունը դեռ գոյություն ունի։ Հույս այն մասին, որ նույնիսկ երբ դավաճանությունը տարածված է, հավատարմությունը դեռ գոյություն ունի։ Հույս այն մասին, որ նույնիսկ երբ դավաճանությունը տարածված է, հավատարմությունը դեռ գոյություն ունի։ Հույս այն մասին, որ նույնիսկ երբ դավաճանությունը տարածված է, հավատարմությունը դեռ գոյություն ունի։ Հույս այն մասին, որ նույնիսկ երբ դավաճանությունը տարածված է, հավատարմությունը դեռ գոյություն ունի։ Հույս այն մասին, որ նույնիսկ երբ դավաճանությունը տարածված է, Այս ժառանգությունը, այս հիշատակը շարունակում է ապրել 35 տարի անց։ Ոչ թե պաշտոնական հուշարձաններում կամ պետական արարողություններում, այլ սրտերում, այն մարդկանց, ովքեր դեռ հավատում են, որ Հայաստանը կարող է լինել ավելի լավը, որ մեր ժողովուրդը արժանի է ավելի լավ առաջնորդների, որ մեր երկիրը կարող է ունենալ ավելի լավ ապագա։ Վազգենի անձնական իրերը, որոնք գտնվեցին խորհրդարանի դահլիճում հոկտեմբերի 27-ից հետո, այժմ պահվում են որպես սրբություններ։ Այն մաշված աղոթքաշարը, որը նա սեղմում էր իր վերջին պահերին, այժմ դարձել է խորհրդանիշ հավատի եւ դիմադրության։ Նրա ծխախոտի տուփը, որը նա կիսում էր զինվորների հետ, այժմ հիշեցնում է նրա պարզությունը եւ մարդկայնությունը։ Նրա գրիչը, որով նա ստորագրել էր անթիվ հրամաններ, այժմ խորհրդանշում է նրա նվիրվածությունը ծառայությանը։ Եվ այն փոքրիկ թերթիկը, որը գտնվեց նրա գրպանում, զինվորների անուններով, ում նա պատրաստվում էր օգնել, այժմ ապացույց է, որ մինչև վերջին վայրկյանը նա մտածում էր ուրիշների մասին, ոչ թե իր մասին։ Այս իրերը պատմում են պատմություն։ Պատմություն մարդու մասին, որը ապրեց եւ մեռավ ծառայելով, որը երբեք չմոռացավ, թե որտեղից եկավ եւ ում համար կռվում էր։ 35 տարի անց Հայաստանը դիդեր պայքարում է այն խնդիրների հետ, որոնք Վազգենը փորձեց լուծել։ Երկիրը դեռ բաժանված է քաղաքական գծերով, դեռ տառապում է տնտեսական դժվարություններից, դեռ փնտրում է իր ճանապարհը միջազգային քաղաքականության բարդ աշխարհում։ Բայց մի բան փոխվել է։ Մարդիկ այլևս չեն հավատում հեշտ խոստումներին, այլևս չեն վստահում նրանց, ովքեր խոստանում են արագ լուծումներ բարդ խնդիրների համար։ Նրանք սովորել են, որ իրական փոփոխությունը պահանջում է ժամանակ, համբերություն, զոհաբերություն։ Նրանք սովորել են, որ իրական առաջնորդները չեն ծնվում մեկ օրում, այլ ձևավորվում են տարիների փորձի, պայքարի, ծառայության միջոցով։ Եվ նրանք սովորել են, որ երբ նրանք գտնում են այդպիսի առաջնորդ, նրանք պետք է պաշտպանեն նրան, աջակցեն նրան, հավատան նրան, որովհետև այդպիսի առաջնորդները հազվադեպ են, եւ երբ նրանք կորչում, նրանց փոխարինելը գրեթե անհնար է։ Վազգեն Սարգսյանի ժառանգությունը ապրում է ոչ միայն հիշողության մեջ, այլև գործողության մեջ։ Նրա օրինակը ոգեշնչել է նոր սերունդ առաջնորդների, ովքեր փորձում են հետևել նրա ճանապարհին, ծառայել առանց փառասիրության, առաջնորդել առանց դիկտատուրայի, զոհվել առանց կորցնելու պատիվը։ Նրա պատմությունը դարձել է դաս բոլոր նրանց համար, ովքեր մտնում են հանրային ծառայության մեջ։ Դաս այն մասին, թե ինչ նշանակում է իսկական առաջնորդություն, ինչ նշանակում է իսկական ծառայություն, ինչ նշանակում է իսկական զոհաբերություն։ Եվ նրա հիշատակը շարունակում է ապրել սրտերում միլիոնավոր հայերի, ովքեր հիշում են նրան ոչ թե որպես կատարյալ մարդ, այլ որպես իսկական մարդ, իր թերություններով եւ իր մեծությամբ, իր սխալներով եւ իր հերոսությամբ, իր մարդկայնությամբ եւ իր անմահությամբ։ Հոկտեմբերի 27-ի ողբերգությունից 35 տարի անց մենք դեռ փնտրում ենք պատասխաններ։ Մենք դեռ փորձում ենք հասկանալ, թե ինչու այդ օրը տեղի ունեցավ, ինչու այդքան կյանքեր զոհվեցին, ինչու մեր երկիրը կորցրեց իր ամենալավ առաջնորդներից մեկին։ Բայց գուցե ճիշտ հարցը չէ ինչու, այլ ինչի համար։ Ինչի համար Վազգենը զոհվեց։ Ինչի համար նա ընտրեց մեռնել, քան ապրել որպես դիկտատոր։ Ինչի համար նա հավատաց, որ նրա զոհաբերությունը կարող է փոխել ինչ-որ բան։ Պատասխանը պարզ է։ Նա զոհվեց իր երկրի համար, իր ժողովրդի համար, իր սկզբունքների համար։ Նա հավատաց, որ Հայաստանը արժանի է ավելի լավ ապագայի, որ հայ ժողովուրդը արժանի է ապրել ազատ եւ պատվով, որ նրա զոհաբերությունը կարող է ցույց տալ ճանապարհը դեպի այդ ապագան։ Արդյոք նա ճիշտ էր։ Արդյոք նրա զոհաբերությունը արժեցավ։ Դա հարց է, որին յուրաքանչյուրս պետք է պատասխանենք ինքներս մեզ համար, նայելով հայելուն եւ հարցնելով. արդյոք մենք ապրում ենք այնպես, որ արժանի ենք Վազգենի զոհաբերությանը։ Արդյոք մենք շարունակում ենք նրա գործը, թե դավաճանում ենք նրա հիշատակը մեր անտարբերությամբ, մեր լռությամբ, մեր մոռացմամբ։ Հարգելի հեռուստադիտողներ, եթե դուք հետևել եք այս ողբերգական պատմությանը մինչև վերջ, գրեք մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե որտեղ է Վազգեն Սարգսյանը դեռ հիշվում։ Եվ բաժանորդագրվեք ալիքին, չբաց թողնելու ճշմարտությունը պատմության կուռքերի մասին։